մասնագիտության պրոդյուսեր էր, քո նախկին ամուսինը, եւ շատ ներդաշնակ զույգ եք։ Հետագայում տեղեկացանք, որ այդ ամուսնության ընթացքում կային տարբեր խնդիրներ, հոգեբանական ճնշումներ եւ այլն եւ այլն։ Այնքան հասուն չէի, որ կարողանայի այդ ամեն ինչը շրջանցել։ Դու քեզ ես մեղադրում այդ ամուսնություն չկա։ Բնականաբար ցանկացած ամուսնալուծության մեջ երկու կողմն էլ մեղավոր են։ Լավ մարդ է, լավ հայր է։ Ուղղակի իմ սկզբունքները որոշ կետեր կան, որ ես այտենց չեմ կարողանում դրա վրա քայլել։ Նոյը եղել է սիրո պտուղ։ Երկուստ էլ չեք ամուսնացել։ Ըստ քեզ ինչու։ Ընտանիք ինստիտուտի գաղափարը երբ քո մոտ մի անգամ փլուզվում է, շատ ավելի դժվար է դու դրան սկսում հավատալ։ Ամենահուզական հատվածները իմ կյանքի դա երևի իմ եւ մամայի եւ պապայի բաժանումն է եղել, որը ես այդ ժամանակահատվածում չէի կարողանում մարսել։ Քանի տարեկաններ երբ ծնողներդ բաժանվեցին։ 6-րդ դասարան էի փոխադրվում։ Կոնկրետ ինձ էի մեղադրում այդ ամեն ինչի մեջ։ Երբ արդեն իմացար կորուստի մասին, չկար ափսոսանք ժամանակի կորուստի նաև։ Կար այդ ամեն ինչը կար ու այդ ես քեզ նոր նկարագրեցի, այդ ամեն ինչը գումարվում է իրար ու դրա այդ ապրումի անունը դու չես կարողանում գտնել հանցակոչում։ Սա երևի թե ամենամեծ հարվածներից մեկը նաև հորդ կորուստն է եղել։ Բավական երկար շփում չէինք ունեցել, հետո այդ լուրը իմանալուց հետո ես Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Eco Roses ծաղկի սրահ, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Argine Davtyan Aesthetic բժշկական կենտրոն, Star Life Group, Aroma International Marketplace, Omorphia Beauty Salon and Spa, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Zara Gary ընտանեկան հոգեբան, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you are about to hear is true. Ողջույն, մենք Երևանում ենք եւ շարունակում ենք տետատետի Երևանյան եթերաշրջանը։ Մեր տաղավարը քիչ առաջ լցվեց լույսով եւ ջերմությամբ, որովհետեւ մեզ մոտ է ձեր ամենասիրելի դերասանուհիներից եւ հումորի ոլորտում մեծ ներդրում եւ ավանդ ունեցող ժամանակակից հումորի ոլորտում ձեր սիրելի Զարան։ Ողջույն Զար։ Ողջույն Մհեր ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեզ հետ ես։ Մենք երկար էինք պատրաստվում այս հարցազրույցի, բանակցում եւ տարբեր փուլերում տեղափոխում հարցազրույցը եւ այսպես ստացվեց հիմա։ Ինչն էր պատճառը, որ տեղափոխում էինք ըստ քեզ։ Պատրաստ չէի հոգեբանորեն։ Մազերիս գույնը ինչ էր։ Հիմա այստում ամեն ինչ են է։ Զար, քեզ բոլորը սիրում են։ Ես երեք քո մոնոներկայացմանն էի եւ այն ջերմությունը եւ այն սերը, որ հանդիսատեսը տածում է եւ գալիս է այդ ակնկալիքով դա ստանալու, իսկապես երևի թե ամենամեծ կապիտալն է։ Դրան երևի շատ դժվար ես հասել եւ տարիների աշխատանքը քեզ բերել հասցրել այս կետին, որտեղ դու հանգիստ ես ու ներդաշնակ ես։ Արի անցնենք այդ բոլոր փուլերը, սակայն մինչ այդ նաեւ նշենք, որ շուտով Լոս Անջելեսում տեղի ունենալու քո մոնոներկայացման ամերիկյան պրեմիերան, խնդրում եմ կարող ես հիմա ասել թե երբ որտեղ։ Վերջապես, սիրելի Լոս Անջելեսի հայեր ջան։
Ես հնարավորություն ունեմ զառանցանք ներկայացումը խաղալ նաև ձեզ համար նոյեմբերի 23-ին AGBUR սենտրում։ Դե ինչ բոլորս նոյեմբերի 23-ին AGBU-ում ենք, իսկ մինչ այդ արդեն կփորձենք զրուցել եւ ավելի լավ ճանաչել Զառային։ Զառա, ինչ ընտանիքում ես ծնվել։ Արի սկսենք հենց այդ տարիքից։ Անտիր։ Շատ հասարակ մայրս մասնագիտության բժիշկ է, հայրս իրավաբան, անընդհատ նրանք աշխատանքի մեջ են եղել, իսկ ես տենց կոլեկտիվ դասիրակություն եմ ստացել ու երբեմն իմ կերպարները երբ բեմում տեսնում եք, այդ կոլեկտիվ դաստիարակության ինչ-որ արտացոլանքներ կան, նշույլներ կան, այսինքն սերտ շփվել եմ հարևանության, բարեկամության, բոլորի հետ սենց ակտիվ, ջերմ, ամեն մեկից մի բան վերցրել եմ, սենց պահել եմ հոգուս թաքուն տեղերում ու մեկ-մեկ սենց դուրս եմ բրծնում այդ մարդիկ։ Այ որ ասում են դու ոնց ես այդ քոնի դիտարկում, տեսնում, ասում եմ ես այնքան պաշար ունեմ հավաքած տենց պերսոնաժների։ Մի խոսքով մեր տանը արգելված է եղել բարձր ձայնով խոսելը, ես ցածրախոս եմ, երբեմն ինձ ասում են, հե, լարվում են մարդիկ ու այդ մեր տնից է գալիս, այսինքն բարձր ձայն չկար, ամեն ինչը սենց կոկիկ, բան, սենց մի խոսքով մայրս աղբահավաքը բերեք։ Սարբավոնց նման ընտանիքում ստեղծագործական մասնագիտության մարդ ծնվեց եւ դարձավ հենց այդ ոլորտի ներկայացուցիչ։ Ի վերջո այն տարիներին հատկապես մեր ծնողները մեզ իհարկե պաշտպանելու նպատակով, բայց այնուամենայնիվ ղեկավարում էին մեր կյանքն ու որոշումները, այդ թվում նաև մասնագիտության ու հետաքրքրությունների առումով։ Այ քո դեպքում վստահ եմ այդքան էլ հեշտ չեն համաձայնել։ Հեշտ չեն եղել, բայց քանի որ փոքր հասակից ես անընդհատ այդ համերգներ կազմակերպել ճամբարների ակտիվ լիդերի դերում էի, իրանք հասկացան, որ դա շատ ավտոմատի վրա գնացող մասնագիտություն է, այսպես ասած, այդպես չի եղել, որ ես արթնացել եմ ու որոշել եմ, անընդհատ դա ինձ հետ եղել է, գումարած դրան մի պահ կար, որ նաև ուզում էի բոլորին բուժեի, անխտիր, բայց մաման հասկացավ, որ իմ պսիխո-էմոցիոնալ տեսակը շատ սենց էմպատ է ու գուցեև բոլորից վերցնելով ես տենց հյուծվեմ, մեռնեմ մի օր, ասես դու բժշկությանը արի մի մոտեցի, որովհետև գալու ես տուն ու տառապես ամեն մի հիվանդիդ համար, նամանավանդ տենց նստող ջիլ սովորող, քրքրող տեսակ չես, չնայած շատ բաներ իրենից վերցրել եմ, հիմա իմ ընկերներին չգիտեմ, որ արագ ինչ-որ բան, միջամտություն ա, բայց սիստեմը, հա, կմիացնեմ, ինչ ա եղել տենց է։ Զար, իսկ դժվար թինեյջեր էիր, դժվար դեռահաս էիր։ Չեմ ասի դժվար։ Ստանդարտ թինեջեր եմ եղել։ Այսինքն դա ուղեկցվում էր սիրահարվածություններով, ըմբոստությամբ, բոյկոտներով ընտանիքի անդամներին, թե հակառակը։ Չէ, եղել են այդ սիրահարվածության բոյկոտները, բայց դե հələ պատմի ամենահետաքրքիր մասից, առաջին անոնսում լինելի է։ Ամեն ինչ անոնսում կարա լինի, կարա հայտնվի։ Մենք խառը սկզբունքով ենք որոշում, թե անոնսում ինչա լինելու։ Դե բոլոր դեռահասների մոտ է լինում այդ սերիալային եւ գրքային այնց ասպետները, որ դու պատկերացնում ես, որ քո կյանքում հայտնվել են, նրանք միակն են եւ անկրկնելին, անկախ երկար բարակ վերլուծություն անելուց սկսած նրանից, որ դու պիտի նրան ռուսերեն տառերը սովորեցնես, որովհետեւ նա չգիտի։ Այդպիսի մարդիկ այո եղել են, երբ ես դեռահաս էի ու ժամանակին ասում էր մամաս, որ դու կհիասթափվես, հասկանում ես, դու հիմա տենց ինչ-որ գրքային էլեմենտներ ես տեսել, որ նա ասենց, չգիտեմ, լավ տղա է, հիշում եք այդ արտահայտությունը խառոշի տղա։ Հիմնականում դպրոցական աղջիկները չգիտես ինչու նկատում են ոչ թե լավ սովորող հանգիստ տղաների, այլ տենց խառոշի լավ տղաների, ես էլ դրանցից մեկն էի, որ բրիգադայի ժամանակներն էր։ Հա, հիշում եմ ֆիլմը 4 կերպարներ։ Այո։ Որ կերպարիների դեպ ամենաշատը։ Կոսմոսին։ Հա, ամենազվարճալի կերպարին կարելի ասել։ Հետագայում իհարկե ընտրություն կատարելու պարագայում էլի դեռահասության այդ էմոցիաներով էիր առաջնորդվում, թե արդեն սկսում էիր մարդկանց մեջ նկատել, գուցե ինչ-որ այդ տարիքում չէիր նկատում։ Չէ, դա շատ կարճ տևեց ինձ մոտ եւ անհետացավ, որովհետեւ ժամանակի ընթացքում երբ հասունանում ես, բնականաբար շատ բաներ արդեն հասկանում ես, մինչև էմոցիատ հասկանում ես լիքը բաներ, իսկ այդ ժամանակ առաջնորդվում ես միայն բնազդային այդ էմոցիաներով, հենց դրա համար դա կոչվում է դեռահասության տարիք։ Իսկ ինչու էր դեռահաս Զարան, օրինակ, նման վտանգավոր կերպարների մեջ գտնում իր հուզականությունը, որովհետև ուներ օրինակ պաշտպանության կարիք,
կամ ուժեղ լինելու կարիք, այսինքն ըստ քեզ հիմա երբ արդեն ավելի խելացի ես, քո հոգեբանությունը ուսումնասիրելու ինչի է այդ ուղղությամբ գնում, ինչի է ձեռքդ տանում կրակին։ Վերլուծել եմ ես դա ինձ համար ու գտել եմ մի բան, որովհետև ժամանակաշրջանը եւ դոմինանտող հասարակական կարծիք են ժամանակ այդ ուժեղություն, պաշտպանվածությունը ոչ թե դու անձամբ կարիք ունես, այլ համընդհանուր այդպես էր ու ես էլ դրանց մասն էի կազմում այդ սերիալի տակ մնացած։ Ես ուզում եմ այսօրվա մեր զրույցը քո տարբեր փուլերի հոգեբանությունը ինքդ վերլուծելով անցնի, որովհետև ես երեք նայելով քո ներկայացումը հասկացա, որ դու շատ ես խորացել ու բացել քեզ համար էջեր ու դարակներ հայ կնոջ հոգեբանության եւ դրան էլ նվիրված էր քո ներկայացումը, ինձ համար գաղափարը շատ հետաքրքիր էր եւ շատ կարեւոր եւ հավանաբար դա ինքդ քո պրիզմայով անցկացնելուց հետո ես կարողացել թղթին հանձնել, չէ՞։ Դրա համար արի քեզ ճանաչենք նաև այդ ինքնաճանաչողության տեսանկյունից։ Արի ճանաչենք, բայց դա ես մենակ չեմ բացել։ Մենք սցենարիստի Արմեն Վարդանյանի եւ բեմադրող ռեժիսորի եւ պրոդյուսերի Սեդրակ Գոջայանյանի հետ ենք եկել այդ հանգույց հալուցմանը վերջնական, ընթացքում անընդհատ փորփրելով թե ինչ կերպարներ, ինչ գույներ հետաքրքիր կլինեն նաև հանդիսատեսին, որովհետև Մհեր ջան, արի խոսենք իրականությունից, կան շատ հետաքրքիր կերպարներ, որը իմ հոգուն է հարազատ, բայց քանի որ մենք աշխատում ենք այնպիսի ասպարեզում, որ պիտի լայն մասաների համար էլ հասու, սիրելի եւ ծիծաղելի լինեն, ինչպես օրինակ քո հաղորդմանը։ Գուցե եւ դու կանչում ես մի երգչուհու, ով, չգիտեմ, ում երգերը ամեն օր չես միացնում եւ լսում եւ չես ցնծում, բայց մարդիկ նրան սիրում են։ Ես լավ առումով էի ասում, ինքնապաշտպանության կարիք չկա, հակառակ այդ վերջին մենախոսությունը ինձ թվաց, որ դու այդտեղ նույնիսկ անմաշկես եւ տենց առանց դիմակի, շատ անկեղծ ու էմոցիոնալ, ինձ անգամ դուր էր եկել, թե ինչ, այսպես ասած ինքնանվիրումով էիր խոսում այդ էմոցիաների մասին, առանց անգամ քեզ շտկելու, հարդարելու եւ այլն, այդպես երկար։ Ժամանակ էլ չկար ու դրա մեջ երևս կար անկեղծությունի դեպի հանդիսատես եկող։ Ես գնահատեցի այդ պահը, որ դու կարող ես ինչ-որ լուծումներով այդ ժամանակը ստանալ, բայց դու եկար այդպես համապատրաստից, որ ինձ շատ դուր եկավ։ Այդ ներկայացման դեռ կհասցնենք անդրադառնալ, արի վերադառնանք պատանեկության շրջան։ Հետագայում դու ընտրում ես մասնագիտություն, դերասանի մասնագիտությունը եւ որքան ես հասկացա, այդ ժամանակ ձևավորվում է 32 տամ ակումբը եւ այդ ընթացքում դու կտրուկ որոշում ես գնալ հենց թատերական եւ իրենք էլ քեզ փաստորեն այդ որոշման հարցում գուցե ուղղորդում են։ Ես ինքս եմ ինձ ուղղորդում, երբ առաջի անգամ ինձ կադրում տեսնում եմ, որովհետեւ մինչ 32-ը ես երգի թատրոնում 4 տարի աշխատել եմ կանաչ գոտի նախագծում, ընդունվել եմ ինչ-որ նմանակումներով ու Գրիգորիչը ինձ արգելեց այլևս երգել, ասում էր, այս քո նմանակումները գանձ են, չգիտեմ, մի փչացրու բնությունդ, այսինքն դրված ձայնով որ պիտի երգես, ունես տարբեր sense ռեգիստրներով երգեցողություն ու դա պահպանիր ու դրանից հետո երբ ես երգի թատրոնից հետո պիտի որոշում կայացնեի, դա կոնսերվատորիան էր, բայց քանի որ շաբաթ ուրբաթից շուտ եկավ ու տղաների հետ հանդիպեցի ու սկսվեց 32 նախագիծը, առաջի անգամ ինձ եթերում տեսնելուց հետո հասկացա, որ ես տողացող մի խեղճ անձնավորություն եմ, ինձ պետք է անպայման թատերական ինստիտուտը, ընդունվեցի թատերական ինստիտուտ Արմեն Մազմանյանի կուրս։ Մազմանյանը շատ խիստ, միաժամանակ նաև շատ հոգատար մարդ է եղել, հատկապես ինչն է քեզ մոտ տպավորվել այդ ուսանողական տարիներից Մազմանյանի հետ կապված։ Ես նախ բոլորը խոսում էին Մազմանյան, Արմեն Մազմանյան, ես չգիտեի, ասենց որ Սկարաբլյանաբալ վիճակներ իմ մոտ ու բավականին ուշացած, սևացած եկա մտա կուրս, ցիկներեք տրաֆիկի մեջ գլուխը տել մոռանալ։ Չգիտեմ, իմ համար այդ տարիները անգին են, որովհետև ամեն իր դասախոսությունը, որ ոչինչ չանեիր, ուղակի լսեիր, լցվում էիր դու, որովհետև նա եւ կյանքի մարդ էր, փողոցում, փողոցի տղա էր, բեմում եմ, որ շատ ասելիք ունեցող, մենք հնարավորություն ունեցանք նաեւ խաղալու վերջի կուրսային աշխատանք Մարաթսատ ներկայացման մեջ, որը բավականին ծանր ներկայացում էր 2 ժամ տևողությամբ, ես տենց գժանոցի տեխնիկի դեր էի կատարում, անպայման նշեմ,
որ մենք հնարավորություն ենք ունեցել դեռ երբ սովորական ուսանողներ ենք ներկա լինել Տոնինո Գուերայի, այսինքն Տոնինո Գուերան եկավ մեր լսարան ու երկար մաստեր կլասեր էր, այդպես խոսում էր, բնականաբար նրա կինն էր թարգմանում։ Սա այդ ընթացքում գիտակցում է մարդ, որ դու անում էր համար, որ մենք տեսնենք մոտ լինենք այդ Իսկ այդ բանը դու գիտակցում ես, որ դու շփվում ես լեգենդար մարդու հետ, որը հետագայում դառնալ է քո կյանքի ամենատպավորիչ հիշողությունները։ Այդ գիտակցումը այդ պահին կա, թե դա տարիների ընթացքում հետ նայելով է գալիս։ Ես հիմա որ հետ եմ նայում եւ հասկանում եմ, որ նա լեգենդար մարդ էր, նախ ամենաառաջինը նա շատ հասարակ ոչինչով չտարբերվող սովորական մարդ էր։ Այ իմ համար լեգենդար ու մեծություն մեծ մարդիկ այդպիսին են։ Հիմա որ վերլուծում եմ, այդ պահին մենք չենք հասկանում, ասես լարված, սպասող այն ուսանող ներկայացրել են իրեն ու հիմա մենք նստած ենք, որ պիտի գրենք այն կարևոր ֆրազը, ինչ որ պետք է։ Բայց հիմա որ հետ եմ վերլուծում, ասում եմ, բայց ոնց կար այդ լեգենդար մարդը, տենց երեխա հետ երեխա լինի ու շատ հասարակ։ Կան չէ մեր մոտ են որ ես երկու գործ եմ արել, ասենց մի հատ դրված պատ են դնում են որ չորանում ես։ Մի քանի օր առաջ ինձ այդ նույն մտքի վրա էի բռնել, որ մեծությունը այնուամենայնիվ մեծություն է եւ դա հասկանալի է դառնում հենց այդ պահին այդ իրավիճակում, որովհետեւ այն օրը Թոխատյանի հետ Հրան Թոխատյանի հետ սրճարանից միջև իր մեքենան էինք քայլում ու բոլորիս էլ պարզ է, չէ՞, ճանաչում են, բոլորս էլ ինչ-որ էմոցիաներ մարդկանց մոտ դրական կարող ենք առաջացնել, բայց իր նկատմամբ վերաբերմունքը հասարակության եւ այն խոսքերը, որ իրեն ասում էին ամեն քայլափոխի, այդ բանը դու գիտակցում ես, որ հա, այսպեսին է լինում մեծությունը։ Եվ այդ ինձ թվում է հետագայում քո կյանքում դες ջերմ հիշողություններից մեկն է դառնում։ Զար 32 ատամի ստեղծման, ձևավորման, հետագայում նաև փլուզման վերաբերել, ինձ թվում է ես կարամ դասախոսություններ կարդամ, որովհետև գրեթե բոլորը արդեն իմ հյուրը եղել են եւ հարաբերություններ են պարզել եւ այլն։ Ցուցմունքներում եւ որոշակերում ցուցմունքները չի համընկել, ինչպես ստեղծվեց, հիշում ես, ինչպես է ստեղծվել դա, այդ առաջին նաև քո ներգրավվածությունը եւ այլն։ Այո, ես հիշում եմ շատ լավ։ Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը եւ Արմուշը ինձ նկատել էին բազե համահայկական միջոցառումներ կար այդ շրջանակներում, որ ես նմանակումներ եմ անում ու իրենց պետք էր մի աղջիկ կերպար, որը այդքան տղամարդկանց մեջ աղջկա դերեր կկատարի, պես ու հետաքրքիր գույն կլինի, փորձեցին կապվել ինձ հետ, զանգահարեցին, ես սկզբում տենց շատ անլուրջ էի այդ ամեն ինչին մոտենում, որովհետև փորձ չունեի նախ տենց կոլեկտիվ աշխատանքի, այն էլ տղաների հետ, նամանավանդ անծանոթ տղաների հետ, այն ժամանակ շատ դժվար էր այդ ամեն ինչը։ Հետո մամայի հետ խոսեցին, բացատրեցին, որ ձեր աղջիկը շատ ապահով ձեռքերում է, մաման վստահություն ու տենց հասունություն նկատեց նրանց մեջ, իհարկե մեկ-երկու անգամ զանգեցին տատին ամահացեք երին, գլուխս եմ լիֆտի մեջ մոռացեց ստերի շարք եղել է, բայց հետո հանդիպեցինք ու եղավ այն ինչ որ եղավ։ Ես հիշում եմ, որ շատ դժվար էր ինձ սկզբում։ Ես շատ էի կոմպլեքսավորվում, շատ էի քաշվում, ամաչում էի որոշ բաներ բարձրաձայնելուց, այդ իմ հետ տենց տուն էի տանում, դրա հետ քնում, նորից հետ էի գալիս փորձի, այսինքն ունեցել եմ էտապներ, որը ինքս իմ մեջ եմ հաղթարել, դրա մասին չեմ էլ բարձրաձայնել։ Ունեցել եմ հատվածներ, երբ ես բեմի վրա անդադար դողում էի ուղղակի։ Նրանք փորձառու էին, խաղացել էին կավեն, անցել էին ինչ-որ փուլերով, իսկ իմ համար այդ պահին անպայման այդ կատակը ես ճիշտ ժամանակին հասցեմ, որ հանկարծ իրանց ամբողջ համարը չփչացնեմ վիճակներ։ Խոսքով մեծ եղբայրների պես ինձ տենց լուր հանդուրժում էին ու աշխատում։ Ողջույն, մենք գտնվում ենք Էկորոզիսի Գլենդելյան մասնաճյուղի առաջ։ Նշեմ, որ Էկորոզիսը լավագույն ծաղկի սրահներից է Լոս Անջելեսում, որ ունի երկու մասնաճյուղ, մեկը Գլենդելում, մեկը արդեն Նորթ Հոլիվուդում։ Այսօր փորձելու ենք ճշտել եւ պարզել, թե ինչպես է աշխատում Գլենդելյան մասնաճյուղը։ Սա պարզապես հերթական ծաղկի սրահը չէ։ Սա նման է իսկական բուտիկ ծաղկի սրահի, որտեղ դուք կարող եք անցկացնել որոշակի ժամանակ, սպասելով մինչև կձևավորեն կամ պարզապես իհարկե այստեղ կարող եք ընտրել ձեր ամենասիրելի ծաղկեփունջը։ Ասեմ, որ դիզայներները աշխատում են ֆանտաստիկ եւ ունեն իրենց արդեն հստակ ձեռագիրը, որը ճանաչելի է շուկայում։ Այժմ կանցնենք ներս ու նախ կպարզենք, թե ինչպիսին է ծաղիկների որակը, որովհետեւ դա ամենակարևորն է ծաղիկների երկարատև լինելու համար եւ որ ամենակարևորն է կմիանանք նաեւ դիզայներական թիմին։
Այս հատվածում աղջիկները պատրաստում են հերթական պատվերները, որոնք իսկապես ամենագեղեցիկ դիզայն ունեն։ Դիզայներական թիմը շատ լավ է աշխատում, ունի իր հստակ ձեռագիրը, որը ճանաչելի է շուկայում, միաժամանակ իհարկե հաշվի են առնում հաճախորդի յուրաքանչյուր կմահաճույք եւ ցանկություն։ Նախապես պատվիրելով այստեղ իհարկե ձեր ցանկալի հասցեով այն կարող է առաքվել եւ միաժամանակ իհարկե ձեր նախընտրած նոթը, գրությունը անպայման տեղ կհասնի։ Ինչպես տեսնում ենք, այստեղ օրինակ նախապես արդեն պատրաստված պատվերներն են, դրանք երբեք չեն խախտվում, հստակ ունեն իրենց ուղեցույցը եւ հասնում են հասցեատիրոջը հաշված րոպեների ընթացքում։ Ինչու է ինձ համար լավագույն ծաղկի սրահներից Լոս Անջելեսում։ Ծաղիկները գալիս են ուղիղ Էկվադորի ֆերմաներից, դրանք չեն առաքվում տարբեր օրինակ պահեստներից կամ շուկաներից եւ պահպանվում են այստեղ այս փոքրիկ համապատասխան ավազաններում։ Այդ իսկ պատճառով դրանք մնում են շատ թարմ եւ ձեր պատվերը անմիջապես հասնում է գեղեցիկ եւ թարմ վիճակում։ Ի սրտե, գիտեք, ծաղիկներն ունեն լեզու, բայց էկո ռոզիսի ծաղիկները ավելի բարձր են խոսում։ Aroma International Marketplace-ը իմ ամենասիրած հայկական սուպերմարկետն է Լոս Անջելեսում։ Aroma-ում դուք կգտնեք միջազգային եւ հայկական արտադրության լավագույն ապրանքները, սննդային տեսակները, որոնք դժվար է գտնել մի ընդհանուր հարկի տակ։ Այստեղ Aroma International Marketplace-ում կգտնեք լավագույն համերը, որոնք ձեզ կհիշեցնեն նաև ձեր հայրենիքը։ Այստեղ կգտնեք նաև ամենաթարմ բանջարեղենն ու մրգերը։ Aroma-ում գործում է նաև առանձին մսի բաժին, որտեղ ձեր նախընտրած հենց միսը տեղում ամենաթարմ վիճակում կմատուցվի ձեզ։ Aroma International Marketplace-ում նաև կան ապրանքներ, որոնք արտադրվում են հատուկ Aroma-ի համար։ Aroma լոգոտիպով կգտնեք հենց այստեղ։ Առավել մանրամասն Aroma-ի մասին կծանոթանանք հենց հիմա։ Aroma-ում բանջարեղենի եւ մրգերի տեսականին թարմեցվում է ամեն օր, անկախ իհարկե եղանակից եւ մնացած այլ հանգամանքներից։ Այստեղ կգտնեք ամենաթարմը եւ լավագույնը, ինչ կա շուկայում, մեկ հարկի տակ։ Aroma International Marketplace-ում ես օրինակ ամեն անգամ գտնում եմ իմ ամենասիրելի մեղրը, որը հենց այստեղ կարելի է գտնել միայն անարատ մեղր։ Առհասարակ Aroma-ում կարելի է գտնել նաև պահածոների մեծ տեսականի, որոնք վստահ եմ ձեզ կհիշեցնեն նաև ինչու ոչ ձեր տատիկի փակած պահածոները։ Ինչպես արդեն ասացի, Aroma-ում գործում է մսի առանձին բաժինը, որը ձեզ հնարավորություն կտա շատ թարմ ստանալ լավագույն մսի տեսականին։ Պետք է նշել, որ մենք հայերս մսից լավ ենք հասկանում, այնպես որ մեզ հայերից խաբել մսի առումով չեն կարող որևէ մեկը։ Այստեղ գալով վստահեք ինձ, լավագույն մսի հնարավոր տեսականին է, որ առհասարակ արկա է Լոս Անջելեսում։ Այս բաժնում տեսնում եք Aroma-ի արդեն աղցանները եւ պատրաստի ուտեստները, այդ թվում նաեւ ապուրները, որոնք ձեզ հնարավորություն կտան, եթե չեք պատրաստում, վայելել տնական համեղ ուտելիք։ Իսկ հա քաղցրի սիրահարները Aroma Bakery-ում կգտնեն իրենց սիրելի թխվածքները, հացաբուրգեղենը եւ առհասարակ հացը։ Aroma-ն ձեզ հետ է յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր շաբաթ։ Այստեղից կատարեք ձեր ընտանեկան գնումները եւ կհամոզվեք, որ լավագույնը մի հարկի տակ է։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ
ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ, առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Այսօր շաբաթ առավոտը եւ ձեզնից շատերը սովորաբար շաբաթ առավոտը դիմավորում են օծի լեզվի կամ տետատետի նոր էպիզոդով։ Իսկ ես շաբաթ առավոտյան անպայման գալիս եմ հայկական նախաճաշի։ Հայկական նախաճաշի լավագույն տարբերակները առաջարկվում են Տուն Լահմաջո ռեստորանի Լոս Անջելեսյան Բրբենկյան մասնաճյուղում։ Երևանյան մասնաճյուղի մասին ամենը գիտեք, որ ընդլայնվելու է, գիտեք, որ այնտեղ երկար տասնամյակներ շարունակ մարդիկ լավագույն հայկական ուտեստներն են մատուցում եւ հայերին եւ զբոսաշրջիկներին, իսկ Լոս Անջելեսում եւս օրինակ կողքի սեղանին նստած են մեր հարևան ազգի ներկայացուցիչները այստեղ Միացյալ Նահանգներից ու նրանք եւս ճաշակում են հայկական ուտեստներ։ Այնպես որ ընտանիքով, ընկերներով կամ սիրելիի հետ եկեք Տուն Լահմաջո նաեւ նախաճաշի։ Այստեղ լավագույն նախաճաշերն են։ Զառան ժամանակ իհարկե այս ներկայիս ոչ ընկալումը կար հումորի, ոչ էթիկան եւ ոչ էլ ընդհանրապես տոլերանտությունը, հանդուրժողականությունը։ Այն ժամանակ դուք ինչ որ անում եք առաջինը եւ դա էքսպերիմենտալ էր, համարձակ էր եւ որոշ դեպքերում նաեւ հանդուգն։ Ու դու այդ դողացող աղջիկը պիտի ավելի դողայր նաեւ հանրային ճնշումներից կամ հանրային մարդկանց ճնշումներից, ցենզուրայից, ի վերջո դա հեռուստացությամբ էր եթեր գրում կենտրոնական ալիքով եւ այլն։ Եվ օրինակ Նունե Եսայանի դիմաց ով նստած էր այդտեղ աուդիտորիայում, Նունե Եսայանին ասպես կերպարով ներկայացնել համարձակ բան է, որովհետև հիմա բոլորը հումորով են վերաբերվում։ Այն ժամանակ վիրավորվում էին, չգիտեմ, վեճեր էր լինում, խնդրում էին որևէ հատված դուրս գա եթերից եւ այլն։ Կռիվներ։ Որքան համարձակ էր ձեր գործունեությունը այդ ժամանակ ըստ քեզ։ Տես Մհեր ջան, կոնկրետ եթե Նունե Եսայանի, Չէ, օրինակ եմ ասում, որովհետև հասկացա, որովհետև շատ երգչուհիներ արդեն երգի թատրոնից սկսած իրենց մինուսով կասվածը, գործիքավորումները Գրիգորիչի միջոցով տվել էին ինձ ու սենց դոբրոկա, չէ, մեր հայրենում։ Այդ դոբրոն տրված էր, որովհետև լսել էին Գրիգորիչի մոտ նմանակումները, բայց կային մարդիկ, այո, որ վիրավորվում էին, նեղվում էին, բայց դա բացատրվում էր հետևյալ կերպ, սիրելինես, որ դուք ունեք ձեռագիր։ Այ հիմա այդ նմանակումներ անելը շատ ավելի դժվարացել է, որովհետև չկա, գոյություն չունի ձեռագիր։ Բոլորի երգերը իրար նման են, բոլորի գործիքավորումները իրար նման են, բոլորի ինտոնացիոն ձայնն է նույնիսկ իրար նման։ Այսինքն եթե դու նմանակում անես, շատ դժվար կլինի տարբերել թե դա ով է։ Հիշում ես մեկը ով իսկապես վիրավորվել էր եւ չգիտեմ գուցե զրուցել եք կամ վեճ ա եղել։ Երգի թատրոն ընդունվելուց Անահիտ Մանուկյանին կհիշեք փառահեղ։ Անահիտ Մանուկյան պաշտում են ուղղակի եւ երազում եմ գտնել իրեն հարցազրույցը։ Շատ վիրավորվել էսպես ու ասում Գրիգորիչ, ես խնդրում եմ, այդ լկտին թատրոն մի ընդունի, ախր ոնց կարելի ասած կանգնելու իմ դեպը նմանակուն, ախր ես իմ աչքերը տես չեմ անում։ Անում էր այդ ընթացքում։ Ես տես չեմ անում։ Դե ինքն ուներ հուզականության մի հատ երևի թե այլ մակարդակորներ չունենք եւ նաեւ ինձ թվում է որ որոշակի դեպրեսիաներ կապված։ Բայց հենց այդ համովությունը հենց դրա։ Բայց նա իսկապես եղել է մեծ երգչուհի եւ մեր եթերներից բազմաթիվ անգամ ասել եմ եթե որևէ մեկը տեղեկություններ ունի Անահիտ Մանուկյանի մասին Եվրոպայում, խնդրում եմ արձագանքեք, մենք շատ ենք ուզում նրան գտնել եւ նկարահանել։ Զար, դու փորձում ես նաև երգել, այնուամենայնիվ այդ տարիներին, երբ արդեն հայտնի ես եւ այլն, անգամ տեսահոլովակ ես թողարկում, Կարմիր խնձոր, եթե չեմ սխալվում, ինչ էր դա։ Ինչ էր դա, Զար։ Այ դա այն է, որ 1000 տարի առաջ մի բան ես անում, ինչեւ խոսում։ Ինչ էր դա, Զար։ Այ դա ինչ էր։ Արի իրար քննարկենք եւ վերլուծենք, քան որ դու լավ վերլուծում ես Մհեր։ Դե ես չգիտեմ ինչա կողմ այդ կատարվել, որ դու դա ընդվզում էր հումորային ձևով, այսինքն այն ժամանակվա բարքերում շատ ավելի արհեստականությունն էր առաջի պլանում, քան
այն հոգևոր, կարևոր, սերը մնացածը տենց հետին պլանում էին, առաջի պլանում դա էր։ Դա դրոշակ դարձած արհեստականությանը դեմ էր, կոչ էր, որ դա չի կարևորը, բայց հիմիկվա ժամանակներում դա է կարևորը։ Դա ստացված թե չստացված փորձեր ես քեզ։ Եթե կատակով ու հումորով նայես ու ընդհանրապես այդ առաջի շերտը, որ արհեստականությանն է դեմ, ստացված։ Իսկ եթե խորանաս, որ դու դրան դեմ ես, ծավալվես, որ դու քարոզ ես անում, չստացված։ Շատ լավ։ 32-ի փլուզման վերաբերյալ արդեն իսկապես տարբեր վարկածներ են առաջ եկել եթերում։ Ըստ քեզ, ինչ տեղի ունեցավ, երբ փլուզվեց 32-ը եւ ստեղծվեց վիտամինը։ Ինչ էր իրականում պատճառը քո տեսանկյունից, քո դիտակետից։ Իմ դիտանկյունից երևի Վահագի ու Կարենի մոտ ավելի շատ ոչ երիտասարդական մասներ, որ անընդհատ նրանք աշխատում էին ցենզի, մնացածի վրա անընդհատ էս չի կարա էս կատակը գնա եթեր, անընդհատ էս պահող, իսկ տղաները ուզում էին ավելի երիտասարդական, ժամանցային, թարմ շնչով կատակներ անել, գուցե եւ դա էր, չեմ կարող ասել, քանի որ ես կոնկրետ հենց այդ բաժանման ժամանակահատվածում չեմ եղել անկեղծ ասած Մեհեր ջան, ժողովներին, որը կոչվում է տղայական ժողովներ, ես այդտեղ ներկա չեմ եղել ու չեմ կարծում, որ այս քոնտորիներոնց դա ինչ որ կարևոր բան է, մանավանդ որ բոլորը բոլորի հետ շատ լավ են ու սիրում են իրար։ Դու ինչպես որոշում կայացրեցիր շարունակել վիտամինի հետ, այլ ոչ թե 32-ի։ Ես վիտամինի հետ որոշում չկայացրեցի։ Ես այդ ժամանակ Արմենիա հեռուստաընկերության հետ ունեի պայմանագիր եւ աշխատում էի Երևան նախագծում Արմեն Պետրոսյանի հեղինակած ծրագրի ու չէի կարող դադարեցնել այդ աշխատանքներս, որովհետեւ արդեն առաջի եթերաշրջանը ես նկարահանվել էի, հետեւաբար մնացի Armenia TV-ում եւ շարունակեցի նկարահանվել 32-ում, զուգահեռ 3 պատում։ Հետո դա ավարտելուց հետո միացա նաև տղաներին, քանի որ անձամբ ոչ ոքի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել ու չեմ ունեցել ինչ-որ տարաձայնություններ։ Բոլորի հետ շատ լավ են։ Հիմա երբ իրենց հարցազրույցները նայում ենք եւ այդ ընթացքում նաև գաղափար կազմում, հասկանալի է, որ կոնֆլիկտը հիմնականում Կարենի եւ փաստորեն ավելի երիտասարդ սերնդի միջև է։ Հնարավոր էր արդյոք խուսափել այդ կոնֆլիկտից, որովհետև ի վերջո դա լեգենդար նախագիծ է, նախագծեր են եւ երբ հետ ենք նայում, իսկապես այն համատեքստում ժամանակի, որ դրանք կային, շատ կարեւոր են եղել ու մինչեւ այսօր ծիծաղելի է։ Հիմա այսօր, չգիտեմ, հանրային հեռուստաընկերության երիտասարդական ալիքով նմանատիպ նախագիծ կա, մոտ 1.5 ժամ է տևում, այդ 1.5 ժամվա ընթացքում ես նույնիսկ չեմ ժպտում։ Բայց երբ պատահաբար միացնում եմ վիտամինի կամ 32-ի սկեչերը, իրենք ծիծաղել են մինչև այսօր։ Հնարավոր էր արդյոք չփչացնել այդ նախագիծը հարցազրույցներով իմ մոտ։ Արի ես անմասն մնամ այդ մասով, որովհետև ամեն դեպքում 32 եւ վիտամին ես դրանք առանձին չեմ դիտարկում, ինչքան էլ որ փորձում ես դու առանձնացնել, որովհետև դա մի ընտանիքի ամբողջականության կես-կես մասերն ես դու հիմա առաջ քաշում, այսինքն իմ համար ինքը ընտանիք ա եղել, նամանավանդ երբ որ 0-ից սկսած հաջողություն ես ունենում ու հետո ինչ որ բան ա լինում, դրան անդրադառնալը անիմաստ է Մեհեր ջան։ Որքան եք վարձատրվում հավասարության սկզբունքով, թե կամայական։ Սկզբում չկար այդ որքան եմ վարձատրվելու հարցը անգամ։ Մենք սենց ռոմանտիկ էնտուզիաստներ ենք, որ ուղղակի աշխատում ենք ու ամեն մի ստացված կատակի համար, չգիտեմ, գալիս ենք հետնաբեմ ու շատ ուրախանում ենք, որ դա անցավ։ Սկզբում հենց դրա վրա էր դրված ռոմանտիզմի ու էնտուզիազմի վրա։ Բայց կար հավասարության մթնոլորտ ֆինանսական առումով։ Հավասարության, այո, կար հավասարության մթնոլորտ։ Շատ լավ։ Եվ սովորաբար տենց մեծականակ կոլեկտիվով աշխատանքները ունենում են հենց այդ հավասարության սկզբունքը, տենց դեպքերում քո պատկերացրած գումարների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պատուհանից այն կողմ այսօր Լոս Անջելեսում անձրև է, իսկ դա նշանակում է, որ ավտովթարների դեպքերը ավելի են լինելու, քան սովորաբար լինում է։ Այդ իսկ պատճառով Աննա Գրիգորյանի հետ միասին խոսում ենք այսօր ավտովթարներից։ Ողջույն Աննա։ Աննա, դուք մշտապես զբաղվում եք ավտովթարների դեպքերի քննությամբ եւ հաջող кейսեր ունենում նաեւ
տարբեր պատահարների պարագային։ Սակայն գիտեմ, որ ձեր գործին երբեմն խանգարում է, երբ մարդիկ հումորով են վերաբերվում եւ ոչ շատ լուրջ ավտովթարներին արդյունքում ստեղծելով կեղծ պատկեր այլ ազգերի կամ insurance adjuster-ների համար։ Կասեք, որքանով է խանգարում օրինակ նման մոտեցումը։ Շատ է խանգարում։ Մենք ունենք ինչ-որ մի փոքր խումբ, որ կարծում է մեքենայի ակսիդենտները այդ ուղղակի ֆրոդ է եւ արագ գումար աշխատելու տարբերակ, բայց մենք ունենք ընտանիքներ, որոնց կյանքը փոխվում է ակսիդենտներից հետո։ Ունենք երեխաներ, որ ամիսներով տանից դուրս չեն գալիս ակսիդենտներից հետո։ Ունենք ընտանիքներ, որ ծնողներ են կորցնում ակսիդենտներից հետո։ So ակսիդենտները հումորի թեմա չեն ու ճիշտ չի միշտ մոտենալ ակսիդենտներին, որ հայերը ակսիդենտը ֆրոդ են անում եւ ամեն ակսիդենտ սարկած է։ Այս տեսակի վիդեոները, especially Instagram-ում հիմա չափից շատ են ու մարդիկ կոմենտ են գրում, ծափահարում են այդ տեսակի հասարակ վիդեոներ են, որը որ իրական դեպքերում, երբ որ մարդիկ ունեն լուրջ մարմնական վնասվածքներ, պետք է իրանց surgery-ներ, սրսկումներ, որ այս ամեն ինչից լավ վիճակով դուրս գան, insurance-ները չեն հավատում եւ նույն ժամանակ investigation են անում։ Մենք ունենք դեպքեր, երբ որ Instagram-ը մեզ ցույց է տալ, adjuster-ները մեզ ցույց են տալի Instagram-ում վիդեոներ, որով ինչ որ մեկը հումոր է անում, որ հայերը միշտ fraud են անում եւ մարդիկ ծափահարում են, համաձայնվում են ու հետաքրքիր թեմա է իրանց համար դա։ Այնպես որ իսկապես այս հարցին պետք է մի փոքր ավելի լուրջ եւ զգոն վերաբերվել եւ այլ հարցեր եթե ունեք զանգարելով այս հեռախոսահամարով վստահ եմ ձեզ կտան սպառիչ պատասխաններ։ Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են մարդու առողջությանը, մենք որևէ մեկին ձեզ ծանոթացնելիս կամ որևէ մեկին ներկայացնելիս չափազանց մանրակրկիտ եւ չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում։ Իմ կողքին հոգեբան, լիցենզավորված հոգեբան Զարա Գերին է, ով ունի երկար տարիների հոգեբանի աշխատանքային փորձ եւ որ ամենակարևորն է մարդկանց հետ զրուցելու մեծ մշակույթ եւ ջերմություն, որը իմ համար շատ կարևոր է։ Զարա, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Իսկ ինչպես անենք, որ մեր հետևորդներն էլ, ովքեր ունեն վատ հոգեվիճակ, դեպրեսիա, որոշակի կորուստների պարագային չեն կարողացել ցավոք հաղթահարել այդ կորուստը, ինչպես նրանք էլ կարող են իրենց լավ զգալ։ Առաջինը չվախենալ դրա մասին խոսելը, զրուցելը, արտահայտելը, մեր հայ շատ իմ սիրված հայ ազգի մեջ կա մի բան, որ մենք մեր մեջ ենք շատ բաներ պահում ենք միջև այն պահը, որ կուտակվում է եւ գալիս է մի պահ, որ մարդ ուղակի կոտրվում է, չի կարողանում առաջ գնալ, զգում է իրան ինչ որ փակված անկյունի մեջ։ Առաջինը խոսելն է, մեջից դուրս հանելը։ Շատ լավ, բոլորիս հետաքրքրող հարցը առաջին անգամ երբ գնում ենք հոգեբանի, դա կոնֆիդենցիալ ինֆորմացիան է, որովհետև մենք պատմում ենք բաներ, որոնք մենք ինքներս մեզ անգամ չենք կարողանում երբեմն պատմել, ուր մնաց, երբ մտածում ես հոգեբանը հայ է, գուցե ինչ որ մեկին պահի, չենք գիտակցում, որ դա բժշկի մասնագիտություն է եւ որը առաջին հերթին իհարկե մարդուն չվնասելու համար է, բայց այդ կոնֆիդենցիալության պահի մասին կուզեմ խոսեք, հա։ Անպայման դա շատ կարևոր պահ է, կոնֆիդենցիալությունը համար առաջի բաներից մեկն է եւ դա օրինական մենք ստորագրություն ենք անձից պահանջում, որ ցանկացած պարագայում ինֆորմացիան, որը անձը կիսում է մեզ հետ, դա կոնֆիդենցիալ է, սակայն կամ բացառությունել, եթե անձը հայտնում է, որ ուզում է իրան վնաս պատճառի կամ որևէ մեկին վնաս պատճառի, այո, դա եւ մենք դա անպայման նշում ենք անձում, որ այդ պարագաներում մենք ստիպված կլինենք եւ իհարկե կան որոշ օրինական պահեր, որի պարագայում նմանապես կոնֆիդենցիալությունն էլ արդեն տեղի չունի։ Ես ձեզ հետ կարող եմ ժամերով խոսել, սակայն մեր եթերային ժամանակը սահմանափակ է։ Երկար խոսելու համար առաջարկում եմ ձեզ զանգարել նշված հեռախոսահամարով։ Հոգեբանը կարողանում է իր ծառայությունները մատուցել հեռախոսով կամ պարզապես առցանց տարբերակով, որը ավելի երևի թե արդյունավետ է, հաշվելով Միացյալ Նահանգների իհարկե թրաֆիկները եւ այլն։ Զանգարեք նշված հեռախոսահամարով եւ ձեզ անպայման կօգնի։ Մեր հայրենակիցների կողմից ստեղծված RE-Depot ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդերի, թանկարժեք զարդերի գեղեցիկ ու բացառիկ խանութ-սրահում ենք այժմ գտնվում։ Դուք արդեն ծանոթ եք նրանց աշխատանքներին եւ իմ կողքին է համահիմնադիրը Եվա Պողոսյանը, ով մեզ կպատմի հենց այս գեղեցիկ բրենդի DNT-ի մասին, ինչպես է այն ստեղծվել, հա։ Ստեղծվել է արվեստի հանդեպ սիրուց, of course, եւ քանի որ իմ ամուսինը
շատ տաղանդավոր դիզայներ է, մենք որոշեցինք համատեղել մեր ուժերը եւ ստեղծել մի բան, որը մարդկանց համար շատ հոգեհարազատ կլինի, ամեն մեկը կտեսնի մի բան, որը որ իրա սրտին հետ համահունչ է եւ կիրականանան բոլոր տեսակի մտքերը ամերիկյան անգլերենում կա sky is the limit, sky is not the limit։ Դիզայների հնարավորությունները անսահմանափակ են, մարդու միտքը թռնում է, արվեստը չունի սահմաններ եւ մենք պատրաստ ենք բոլորին հրավիրել եւ ապացուցել, որ մենք կարողանում ենք իրենց համար ստեղծել գեղեցիկ իրեր, թե պատրաստի, թե յունիկ, որոնք որ ընտանիքի արժեքներն են փոխանցում, որը կարող է փոխանցվել Սերնդես, այո։ Ես առաջարկում եմ ձեզ ծանոթանալ այս բրենդի աշխատանքներին, գալով հենց Գլենդելի կենտրոնում գտնվող խանութ-սրահ, որտեղ իսկապես գեղեցիկ եւ բացառիկ մթնոլորտ է, այստեղ ձեզ դիմավորում են հատուկ կերպով, միասին կարողանում եք զրուցել, ընտրել դիզայնը կամ արդեն պատրաստի աշխատանքներից գտնել ձեզ համապատասխանող որևէ մի բան, եւ սա պարզապես այցելություն չէ, սա պարզապես առևտուր չէ, սա մի ամբողջ փորձառություն է, մի ամբողջ գեղեցիկ ընթացք է, որը մաղթում եմ ձեզ եւս։ Զար չեմ կարող քեզ չհարցնել նաեւ անձնական կյանքի տարիների ամուսնության մասին, որովհետեւ ի վերջո դա մեր կյանքի մի մասն է եւ ձևավորում է մեր ներաշխարհը այնպեսին ինչպեսին որ կա եւ դա մեր հետ պատահել է եւ փառք Աստծո որ պատահել է, որովհետեւ դու ունես նաեւ որդի այդ ամուսնությունից եւ այլն։ Ես հիշում եմ պրոդյուսեր Դավիթ հետ մասնագիտության պրոդյուսեր էր քո նախկին ամուսինը եւ շատ ներդաշնակ զույգ եք։ Հետագայում տեղեկացանք, որ այդ ամուսնության ընթացքում կային տարբեր խնդիրներ, հոգեբանական ճնշումներ եւ այլն եւ այլն։ Այդ փուլի մասին քո կյանքի կպատմես։ Պատմեմ սիրով։ Նախ նոյը եղել է սիրո պտուղ, մենք իսկապես ճիշտ ասացի, շատ սիրող զույգեր էինք ու եկավ մի հատ ժամանակահատված, որ ուղղակի ունեցանք որոշակի դժվարություններ այն իմաստով, որ հոգեբանորեն ես այնքան հասուն չէի, որ կարողանայի այդ ամեն ինչը շրջանցել։ Իմ ամեն մարդ ունի որոշակի սկզբունքներ, որ իր համար դա այդպես են, որ կան։ Գուցե եւ քո համար մի բանն է սկզբունք, ինձ համար դա սկզբունք չի, ես չկարողացա այդ հատվածը հաղթահարել ընդհանրապես։ Սկզբունքային մասեր կային։ Շատերն ասում են, օրինակ, ընտանիքում չպիտի լինեն տենց կատեգորիկ սկզբունքներ, բայց ես ինչքան էլ որ հանգիստ տեսակով հարմարվող մարդ եմ, բաներ կան, որ ինձ համար սկզբունքային կետեր են, որ այդ սկզբունքները չեմ կարողանում շրջանցել կամ եթե շրջանցում եմ, իմ եսն է կոտրվում այդ դեպքում, ես այդ հակամարտությունների արանքում այնց չէի կարողանում ինքս ինձ գտնել։ Ես ընկալում եմ ճիշտ հիմա դու քեզ ես մեղադրում այդ ամուսնություն չկա։ Բնականաբար ցանկացած ամուսնալուծության մեջ երկու կողմն էլ մեղավոր են, չկա միակողմանի ոչինչ, այո։ Քանի որ միավորման դեպքում էլ են երկուսով մասնակցում, են լավ կողմերը տաշի տուշի ժամանակ։ Այո, ես բաժանման մեջ էլ երկու կողմին մեղավոր եմ ճանաչում։ Իսկ ինչն էր խնդիրը, ինչ խնդիրներ կար, որ դու չէիր կարողանում հանդուրժել, որն էր քո սկզբունքներին դեմ։ Այդ այնց սկզբունքային կետեր կան, որոնց մասին չեմ ուզենա խոսել, որոնք այնց եթե հաղթահարեմ մի օր կխոսեմ։ Շատ լավ, հետ ամուսնալուծության շրջանը, երբ կինը միայնակ է մնում եւ մեր հասարակությունն էլ առանձնապես ամենալավ մթնոլորտը չի ամուսնալուծված կնոջ համար, երեխայի հետ այս պարագայում այդ հոգեվիճակի մասին կուզեի նաեւ տեղեկանալ։ Բացի այն, որ այս լուրերը շրջանառվեցին, որ ամուսնալուծություն կա, ես բացի դրանից երբեք ինձ միայնակ այդ իմաստով չեմ զգացել, այսինքն երեխան շատ հավասար է, այսպես շփվում է թե իմ, թե Դավիթի, մենք շատ ճիշտ կիսել ենք այդ ամեն ինչը, չունենք ինչ-որ թշնամական պատնեշներ, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, նամանավանդ եթե սկզբունքների կետիկները հանում ենք, իմ ամեն շատ լավ է։ Այսինքն մենք ուրիշ կոնֆլիկտ չենք ունեցել, որ կարող է որպես անձ իրար չհասկանանք։ Ես նրան յուրովի չեմ բացահայտել իմ համար որպես անձնավորություն, նա լավ մարդ է, լավ հայր է։ Ուղղակի իմ սկզբունքները որոշ կետեր կան, որ ես այտենց չեմ կարողանում դրա վրա քայլել։
Շատ լավ։ Այն ընթացքում, երբ երեխան փոքր է, վստահ եմ բազմաթիվ հարցեր է տալիս եւ չի հասկանում ինչա կատարվում եւ այլն։ Այդ ժամանակ որոնք էին քո պատասխանները, ոնց էր կարողանում, որովհետեւ գուցե քո օրինակը հիմա օգնի շատերին, շատ կանանց նաեւ դժվար փուլով անցնել։ Մհեր ջան, շատ տարբեր են լինում բաժանությունները, ես կարծում եմ, որ չի օգնի, անկեղծ պիտի լինեն, բացատրեմ ինչու, որովհետեւ կանայք կան, ովքեր բաժանությունից հետո ոչ ամուսնու աջակցություն են ունենում, ոչ թույլ են տալիս նրանք երեխաները շփվեն իրենց ամուսնու հետ ու սենց ճշնամական ինչ որ դժվար բարիերա, որ այդ երեխան արանքում շատ տուժում է։ Մեր պարագայում դա չի եղել։ Այսինքն, եթե բաժանություն ճակերտներով բառը հանես դուրս, մենք ունեցել ենք շատ նորմալ հարաբերություններ, նոյով ջերմ դպրոցից հետո գնում եմ պապայի մոտ, երկար մնում է, հետո գայս է իմ մոտ։ Ամեն օր է դա տեղի ունենում։ Իսկ հոգեբանորեն ինչպես բաց թողել էմոցիաները։ Դա ժամանակ է ընդհանրապես պետք։ Չես կարող դու տենց մի վարքանում գնալ հոգեբանի մոտ, ինքը քեզ մի հատ ոսկե բանալի տա, ասի խնդրեմ Ազիզ ջան, գնա դուրս բացին ու դե չկա տենց բան։ Ժամանակ է պետք, ինքդ քեզ ամեն օր նորովի անալիզ անել է պետք ու անցնել է պետք, բայց դա ժամանակի հարց է։ Ձեր բաժանումից երկար տարիներ են անցել եւ երկուսդ էլ իրավունք ունեք երջանիկ լինելու։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի երջանիկ լինելու։ Երկուսդ էլ չեք ամուսնացել։ Ըստ քեզ ինչու։ Ой, սոնոնսի լավ կտորա։ Չգիտեմ։ Երևի այն ընտանիք ինստիտուտի գաղափարը, երբ քո մոտ մի անգամ փլուզվում է, շատ ավելի դժվար է դու դրան սկսում հավատալ։ Բայց այդ պարագային արդար ենք մենք այն մարդկանց համար, ովքեր հայտնվում են մեր կյանքում։ Ոչ։ Բա ինչ մեղք ունեն այդ մարդիկ, որ չի ստացվել նախկինում քեզ մոտ։ Ոչ մի մեղք չունեն։ Բա ինչու ենք այդ մարդկանց զրկում այդ հնարավորությունից մեզ ապացուցելու հակառակը։ Դե եթե հայտնվեն անպայման չեն զրկվի։ Այդ ընթացքում քո կյանքում որևէ մեկը չի հայտնվել։ Մերջան, հիմա իմ գեր կարևոր կետը կյանքի անցումային տարիքում տղա երեխա ունենալու պարագայում լինել շատ սենց ճիշտ ծնող իր համար, ինչը փորձում եմ մաքսիմալ անել, որովհետև այ նույն բաժանության արանքում երբ տուժում է երեխան, նաև տուժում է նոր հարաբերություններ, թե պապայի կողքինով կհայտնվի, թե մամայի կողքինով կհայտնվի, այդ դեպքում էլ։ Իսկ հիմա մենք շատ սենց Դավիթն էլ այդ հարցում շատ կենտրոնացած, որպեսզի նոյը հանկարծ ոչ մի ձև չնեղանա ոչ մեկիցս։ Դա որոշակի անձնազոհություն է հասկանալի եւ ընդունելի, որոնք հատկապես հայ ծնողներն են ունենում, ինչում կա գեղեցիկ եւ գնահատելի բան։ Բայց միևնույն ժամանակ մյուս նժարին էլ անձնական երջանկությունն է մարդու։ Դե բնականաբար, այո։ Եվ դու գերադասում ես լինել ճիշտ ծնող, այլ ոչ թե երջանիկ Ես ծնող։ գերադասում եմ լինել երջանիկ մայր, որովհետև ճիշտ ծնողը չի կարող երբեք օրինակ լինել իր երեխայի համար։ Երջանիկ մայր եւ ճիշտ ծնող։ Ու հիմա մենք հաղթահարում ենք այդ անցումային փուլը միասին։ Գումարած դրան հիմա կենտրոնացած եմ աշխատանքներիս վրա, մոնո ներկայացման, նոր նախագծերի, սենց ուզում եմ պատուհանչիկ ազատեմ անձնականի համար ու մտածեմ քո ասած հարցերի շուրջ։ Քո էմոցիաները շատ խառնված են, դու ցանկացած բանի մասին, երբ խոսում ես, ու ցանկացած չէ, որոշ բաների մասին, որ խոսում ես ժպիտով, աչքերդ փայլում են ու դրանց մեջ կա տխրություն կամ հակառակը, երբ տխրում ես դրանում այդ տխրության արանքից նաև ժպիտն արկայցում, այդ ցույց է տալիս քո էմոցիոնալ գունապնակը, որը դերասանուհու համար երևի թե ամենակարևոր բանն է, որովհետև մենք էկրաններից կամ բեմից ուզում ենք ստանալ էմոցիաներ։ Մենք չենք ուզում ճիշտ դրված խոսք եւ ճիշտ դրված ձայն լսել, հակառակը մենք ուզում ենք ստանալ էմոցիաներ։ Այդ առումով դու գտածո ես ցանկացած ռեժիսորի համար։ Մենք բազմաթիվ ֆիլմեր, սիթքոմեր, ներկայացումներ, նախագծեր ենք տեսել այս տարիների ընթացքում։ Ավելի քան 20 տարի դու էկրաններին ես, բեմում ես, նախագծերում ես եւ այլն։ Բայց իմ կարծիքով ռեժիսորները քո տաղանդի նկատմամբ նրբանկատ եւ ճիշտ չեն վարվել,
հաշվի առնելով, որ կարող էին քեզ ցույց տալ նաև հուզական տեսանկյունից քո այլ գունային, այսպես գամաները ցույց տալ։ Ես կարծում եմ, որ թող սա ինչ որ չհնչի որպես հաջողախոսություն կամ դու այստեղս դրա համար եմ ասում, ես կարծում եմ իսկապես դու հարուստ էմոցիաներով եւ բնաշխարհով դերասանուհի ես։ Ինչու քեզ չեն նկատել նաև օրինակ դրամատիկ դերերում, ինչու քեզ չեն տվել ինքնաարտահայտվելու այդ հնարավորությունը։ Ոյ, մերսի։ Մերսի շատ նախաբան այսքան երկար ու զգացվածք ստացա։ Դե հիմա արի փորձենք հասկանալ ինչու է դա տեղի ունենում։ Այստեղ են բան, տեսախցիկներ արի, ասենք, ինչու հարգելի ռեժիսորներ։ Դուք ես տեսնում ես այդ կերպարն։ Ես ինձ տեսնում եմ, ավելին ասեմ, մի ներկայացում կա Կինկոտ, որը էլի Արմեն Վարդանյանն է գրել, բեմադրող ռեժիսորն է Սեթրակը Գոջամանյան, այդտեղ ես տրագիկ կնոջ, կլասիկ տրագիկ կնոջ կերպար եմ խաղում ու ունեմ շատ տենց հուզական, դրամատիկ կտորներ ու ես ինձ տեսնում եմ։ Ավելին ասեմ, իմ համար հումորն ու դրաման սենց իրար հետ զուգահեռ քայլող են։ Շատ ինձ հոգեհարազատ է տրագիկոմեդիա ժանրը։ Այսօր ձեզ պատմելու եմ Արգինե Դավթյան բժշկական էսթետիկ հայաստանյան կենտրոնի մասին եւ պետք է նաեւ ուրախությամբ նշեմ, որ պլաստիկ վիրաբույժը եւ էսթետիկ բժշկության հայաստանյան հիմնադիրներից մեկը Արգինե Դավթյանն է հենց այսօր ինձ հետ։ Ողջույն Արգինե, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Արգինե, ձեր կլինիկայի մասին գիտեն բոլորը։ Եվ այստեղ Լոս Անջելեսում եւս հաճախ են խոսում եւ ձեր փորձառությունը գնահատում։ Ինչ պրոցեդուրաներ են արվում էսթետիկ բժշկության ձեր կենտրոնում։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Էսթետիկ բժշկությունը այսօր աշխարհում շատ արագ զարգացող ճյուղ է բժշկության մեջ, բայց այսօր կարծես թե այսպես ուզում եք կանգ առնել, որովհետև այն ունի որոշակի ձևավորված բազա, հիմք եւ որի վրա կառուցված արդեն ձևավորված բժշկության այդ ճյուղը։ Կլինիկան հիմնադրվեց 17 թվականից, բայց մինչ այդ ես շատ երկար տարիներ եղել եմ էսթետիկ բժշկության հիմքերում եւ այդ զարգացման ճանապարհը անցել եմ ես ինքս։ Եվ կլինիկայում մենք ունեինք հետեւյալ բաժինները, դա մաշկաբանությունն է, որը կարծում եմ կոսմետոլոգիայի անբաժանելի մասնիկն է, պլաստիկ վիրաբուժությունն է, որը այսօրվա էսթետիկ բժշկության էլի անբաժանելի մասնիկն է, մենք ունենք կլինիկայում մարմնի էսթետիկ մոտեցումներով զբաղվող, այսպես ասած, էսթետիկ բժշկության ճյուղ, բուն բժշկական կոսմետոլոգիան է եւ այն գեղեցկության վերաբերող մնացած ավելի ոչ բժշկական ճյուղերն են, դրանք գեղեցկության սրահն է, որը կից կլինիկային գործում է, որպեսզի հաճախորդների համար լինի շատ հարմար այդ ծառայություններից օգտվել նաև միաժամանակ։ Եվ իհարկե մենք ամբողջական աշխատում ենք, որովհետև իմ նշած բոլոր ճյուղերը բժշկության մեջ, հենց էսթետիկ բժշկության մեջ իրենք փոխկապակցված են եւ այսօր էլ մենք բոլորս գիտենք, որ չկա կոսմետոլոգիա առանց պլաստիկ վիրաբուժության եւ չկա կոսմետոլոգիա առանց մաշկաբանության։ Եվ այդպես համահունչ աշխատում ենք։ Հիանալի է, մենք ձեզ պարբերաբար պատմելու ենք այս կլինիկայի մասին եւ ներկայացնելու ենք բոլոր աշխատանքները, որոնք արվում են, այնպես որ հետևեք մեր եթերներին։ Մենք ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Gravel ծաղկի խանութ-սրահին, որը գտնվում է Գլենդելի ամենակենտրոնում Brent պողոտայի վրա։ Gravel-ում դուք կգտնեք ամենաշքեղ եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները ամենաթարմ եւ չքնաղ ծաղիկներով։ Ծաղկե փնջերի հարցում իհարկե ամենակարևորը ճաշակն է եւ ծաղիկների թարմ լինելը։ Վստահ եղեք, որ այդ երկու հանգամանքներն էլ կարևորում են Gravel-ում։ Ձեզ պիտի պատմենք իհարկե Gravel-ի նորության եւ նրանց ձեռագիր համարվող գեղեցիկ ծաղկային ձևավորման մասին, որը մնում է 1 տարի շարունակ առանց ջրի։ Համեցեք ձեզ ցույց տամ, թե ինչ ծաղիկների մասին է խոսքը։ Այս գեղեցիկ ծաղկային ձևավորումը կարող է նվեր հանդիսանալ ձեզնից յուրաքանչյուրի կողմից եւ այն մնում է 1 տարի։ Պատկերացնում եք ամփոփող գեղեցիկ դիզայնով։ Իսկ հա բոլոր նրանք, ովքեր սիրում են թեմատիկ տոների կապակցությամբ զարդարել իրենց առանձնատներն ու բնակարանները, ապա Gravel-ում այդ հարցը եւս լուծված է։ Առջևում Thanksgiving-ի տոներն են։ Thanksgiving-ի համար գեղեցիկ դեկորացիաների, ծաղիկների եւ իհարկե գեղեցիկ ձևավորումների համար այստեղ լավագույն վայրն է։ Համեցեք եւ տեսեք, որքան գեղեցիկ է Thanksgiving-յան տրամադրությունը Gravel ծաղկի խանութ-սրահում։ Գիտես, մենք սենց քեզ տեսնում ենք ուրախ նախագծերում, տարբեր հումորային պրոյեկտներում եւ այլն, եւ երևի թե շատերը, ովքեր այս ոլորտից չեն հասկանում դրա
դժվարության բոլոր ասպեկտները, որովհետև շատ դժվար է կորել ոլորտում, հատկապես երբ դու կին ես եւ բնավորությամբ էլ տենց ամուր չես, երևում առաջին հայացքից գոնե այդպես է, շատ հեշտ է տարբեր նախագծերի ավարտից հետո ուղղակի կորել եւ դժվար է պատկերացնել անգամ մոնոներկայացում, որ կարող է ինչ-որ երիտասարդ աղջիկ հիմա դա անել, երիտասարդ կին դա անել, դժվար է պատկերացնել, որ այսքան երկար տարի կարող ես անընդհատ նախագծերում ընդգրկված լինել։ Այն օրը ես քո սերնդի մեկ այլ դերասանուհու հետ ընթրիքի է երեկոյան, ով արդեն ժամանակին շատ հայտնի է եղել, հաղորդումներ է վարել դերասանական ոլորտում եւ այլն, ու հիմա արդեն մոտ մի երևի թե 7-8 տարի, եթե ոչ ավել, որևէ բան չի անում։ Ու ես հասկացա, որ մեր ամբողջ հանդիպումը եւ ամբողջ զրույցը այն մասին էր, որ այդ մարդը չափազանց կարոտել էր այս ոլորտը, բայց չէր կարողանում ինքը իրան դա խոստովանելու, անընդհատ քննադատում էր բոլորի արածը, բայց իրականում ինքը որևէ բան չէր անում։ Ու ես դրա մեջ ոչ թե սրերով անգամ իմ գործը, ես դրա մեջ ոչ թե բացասական որևէ բան տեսա կամ որևէ ագրեսիայի մեջ առաջա, հակառակը խճի զգացողություն առաջացրեց, որովհետև այդ մարդը ես հասկացա, թե որքան կորած է եւ իր ցանկությունների եւ իր չռեալիզացված լինելու մեջ։ Ու այդ համատեքստում, երբ նայում եմ քեզ, դուք միասին եք սկսել եւ նույն ոլորտից եք եւ նույն այսպես աշալոնից կարելի է ասել, ու դու անընդհատ անում ես, դա վստահ եմ դժվար է եւ վստահ եմ քեզնից շատ նյարդեր պահանջում է։ Այդ դժվարությունների մասին, որ չեն տեսնում հասարակ եւ սովորական հեռուստադիտողները կամ հանդիսատես։ Հա, շատ լավ բան ասացիր, շատ։ Ես այդ իմաստով ինձ համարում եմ բախտիկյան Մհեր ջան, իսկապես Աստված ոնց որ չգիտեմ, ամեն ինչ անումա բերում է այնպիսի թիմի հետ աշխատանք, որը երկարատևի վրա ու տենց դառնում է ինչ-որ ընտանիք, կոլեկտիվ։ Նույնը եղավ մոնոներկայացման ժամանակ, երբ որոշեցինք աշխատել, այսինքն այս կինկոտ ներկայացման ընթացքում աշխատեցի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի եւ Արմենի հետ, Արմենին վաղուց գիտեի, բայց նորից հնարավորություն ունեցա շփվելու նրա հետ ու այստեղից ծագեց նաեւ Զառանցանք ներկայացումը։ Այս դեպքում շատ կարեւոր է, թե դու ում հետ ես աշխատում, ինչ թիմի հետ ես աշխատում, ինչքանով այդ թիմը պատրաստ քեզ բարձրացնելու քո բոլոր լավ կողմերը, դրական կողմերով ցուցադրելու հանդիսատեսին ու ամուր ապորայա, հենարանա քեզ համար։ Ես այդ իմաստով իսկապես ինձ բախտավոր եմ համարում, իսկ դժվարություններ, այո, կինո ունի շատ դժվարություններ, որը չպիտի հանդիսատեսը դրա մասին իմանա։ Լինում է, որ դու տաքությունով ես, լինում է, որ դու շատ վատ տրամադրությամբ ես, ահա որ ինչ որ ներվի մեջ ես տանում ունեցել ես ահա որ խոսակցություն, չգիտեմ, երեխայի դպրոցի հետ կապված ուրիշ բան է եւ այդ գումարված վիճակով, գուցե եւ առողջական խնդրով, պիտի դուրս գացվեմ։ Իսկապես այս վերջերս ես ունեցա առողջական որոշակի խնդիրներ ու այս ներկայացմանը, որ դու ներկա ես, ես հետ վիրահատական շրջանում էի ու ինձ բժիշկը սարքել էր, ասում էր գոնե մի ամիս հանգստացի, տերմինատոր։ Բայց դե ես նաև դրա մեջ բուժվում եմ։ Ամեն ասում են ծիծաղը կներես, ծիծաղը վարակիչ ու նաև բուժում է, դա այդպես է։ Դրա մասին շատերն են ասել, որ բեմում երբ բարձրանում ես բեմ, մոռանում ես տաքության մասին, մոռանում ես շատ բաների մասին։ Իսկապես մի հատ ենթագիտակցության մեջ բան է, ցած չխկիկա անջատում ես ու դու սենց համարում ես քեզ այդ մի քանի ժամը առողջ ու իսկապես սկսում ես առողջանալ։ Սարես գուցե ասածից մեջ նաև պետքա փնտրել ճկունությունը քո, որովհետև երբ մենք գործ ունենք արտիստների հետ, շատ հաճախ նրանք մտածում են, որ իրենք բարձր արվեստի այսպես կրողներ են եւ այս նախագծին չեն համաձայնում, այն նախագծին չեն համաձայնում, սա իրենց սկզբունքներին դեմ է, դա արագ մարսվող արվեստ է եւ այլն, եւ հասկանում, որ մարդիկ ուղակի զբաղված են, չգիտեմ, վերլուծաբանի կամ չգիտեմ, քննադատի աշխատանքով։ Չես կարծում, որ մեր ոլորտում ճկուն լինելը կարևոր հանգամանք է եւ եղել է, երբ դու ինքդ քեզ դեմ գնալով, բայց այնուամենայնիվ համաձայնել ես դերի։ Շատ կարևոր բան է։ Հիմա ես ասում եմ մի ֆրազ, դու ասում ես ով է ասել, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր։
Երևի Սայաթնովան, հա։ Եղիշա Չարենց։ Սա ես չգիտեի։ Հիմա դա բոլոր իր մեծությունը հենց բոլոր ժամանակների մեջ, այսինքն մեր ժամանակում եթե դու խոսես ուրիշ լեզվով, քեզ չեն հասկանալու։ Այո, երևի այդ ճկունությունը, բայց տեղ-տեղ էլ ես ինչ ճկուն չեմ համարում, բայց մերսի կոմպլիմենտի համար։ Շատ լավ։ Զար տարբեր նաև ֆիլմերում ես հանդես գալիս, երևի թե դա միանգամայն այլ աշխատանք է, որովհետև ստենդափը, սիթքոմերը եւ արագ, չգիտեմ, այսպես հումորի նախագծերը միանգամայն այլ էներգիա են, չէ՞, պարունակում, երբ դու տեսնում ես հանդիսատեսին եւ այլն։ Ֆիլմերում էլ իր դժվարություններն ունի, բայց որն է ավելի շատ քեզ համապատասխանում։ Բեմը։ Ինչու՞։ Որովհետև այդ պահին դու չես խաղում հետոյի համար։ Դու հենց հիմա խաղում ես նրա համար, նա քեզ տեսնում է եւ այդ քիմիան տեղի է ունենում։ Բայց շատ նաեւ կարեւորում եմ գեղարվեստական ֆիլմը, որովհետեւ դա մնայուն է։ Երեկվա մոնոներկայացման մեջ կարմիր գծով նաեւ գնում էր ֆեմինիզմ չասեմ, բայց կանանց իրավունքի եւ կին լինելու դժվարության մասին թեման եւ քո վերջին մենախոսության մեջ որը շատ հուզիչ էր կար նաեւ այսպես կարմիր գծով անցնող հայ կնոջ դժվարությունների եւ չգնահատված լինելու հանգամանքը իսկապես կարծում ես որ հայ կինը չի գնահատվում հա Կոնկրետ իմ կերպարների, որոնք խոսում էին իրենց անունից, այո, նրանք չգնահատված էին եւ փորձում էին այդ չգնահատված լինելու մեջ մեղադրել բոլորին բացի իրենցից, բացառապես տնային տնտեսուհու կերպարին, ով ասում է ես հասկացա ինչու է ինչումն է իմ խնդրեմը, ես դեգրադացվել եմ, որովհետեւ 24 ժամ զբաղվում եմ ամեն օր տան հոգսով, երեխա պահելով, չգիտեմ ու բնականաբար, երբ որ դու ավտոմատի վրա ամեն օր նույն գործն ես անում, չես ունենում այլ պատուհան, որ դուրս գաս տեսնես ինչ է կատարվում, դա տանում է դեգրադացիայի, անգամ եթե դու անում ես շատ կարևոր գործ։ Այսինքն դու ուզում ես ակնարկել, երբ մարդը զբաղված է ինքնազոհությամբ, թեկուզ ընտանիքի, դա բացասական։ Եթե ամբողջ քո 24 ժամը տանում է միայն մի բան, բացասական է, նույնը աշխատանքի մեջ է։ Եթե 24 ժամ ես աշխատում եմ, ես զգում եմ, որ մանրից ծի եմ դառնում։ Բայց ստացա, որ նույն ինքնազոհությունը ընտանիքիդ համար, որը արդարացված կարող է լինել, չարդարացված, ես չի, որ պիտի գնահատական տամ, անում ես նաև դու։ Դե բնականաբար կան էտապներ, որ դու դրա վրայով անցնել չես կարող, որովհետև եթե դու դա չարեցիր, հետո մեղքի զգացումից մեռնելու ես, իսկ այդ ինձ կուտի։ Զար դու միշտ ճպտում ես, միշտ էներգիա ես տալիս, երևի թե ինձ թվում է, որ քեզ թվում է, որ քո պարտականությունն է նաև, երբ մտնում ես մի միջավայր, լավ էներգիա տալ, լիցքեր տալ, կան չէ՞ տենց մարդիկ, ում թվում է, որ իրենցից է կախված տրամադրությունը եւ ամեն ինչ անում, որ բոլորի տրամադրությունը լավ լինի։ Դա շատ լավ է մեր համար, բայց չգիտեմ որքան լավ է քեզ համար, որովհետեւ այն մարդիկ, ովքեր անընդհատ լիցքեր են տալիս, անընդհատ ծիծաղում են, անընդհատ շփտում են, անընդհատ լավ տրամադրությամբ են շատ հաճախ։ Այդպես է եղել նաև մեծ արտիստների դեպքում։ Փոքր դանակով։ Չէ, շատ հաճախ իրենց մեջ թաքնված են մեծ դրամաներ ու տրագեդիաներ, երբեմն եւ այլն։ Որոնք են քո կյանքի ամենամեծ հարվածները եղել, ամենահուզական հատվածները, փուլերը, որոնք են քո կյանքի։ Ոյ ամենահուզական հատվածները իմ կյանքի դա երևի իմ եւ մամայի եւ պապայի բաժանումն ա եղել, որը ես այդ ժամանակահատվածում չէի կարողանում մարսել, բայց հիմա քանի որ անցել եմ դրա միջով հանգիստ խոսում եմ դրա մասին, շատ։ Քանի տարեկան էր, երբ ծնողներդ բաժանվեցին։ 6-րդ դասարան էի փոխադրվում։ Այն ամենազզվելի այն անցումային տարիքն է, էլի։ Հիշում ես քեզ ինչպես հայտնեցին այդ որոշման մասին։ Հա, շատ տենց հանգիստ։ Քանի որ մեր տանը ու դա էլ էր, չէ, աբսուրդ։ Իմ համար օրինակ աբսուրդ էր, որ ես սովորեմ, որ եթե մարդիկ բաժանվում են, պետք է տենց մի հատ լավ սուր խոսակցություն լինի, գորգորոց, բարձր խոսակցություններ, բայց մենք քանի որ ականատես երբեք չենք եղել մեր տանը նման խոսակցությունների, այդ ցածրի մեջ հայտնելը ավելի ոնց որ ստոպորով տան գլխիդ։ Դա ինչ է, հանգիստ ասել, որ մենք բաժանվում ենք, երեխեքի հետ խոսել, այդ իմ համար աբսուրդ էր։
Ես չէի ընկալում դա։ Եվ Ինձ թվում էր չար ում էր կատակ է։ ուղղված քո դեռահասության հոգեվիճակի մեղավորության սլակները։ Ինձ։ Ու հիմա ես չեմ ուզենա, Բա այնքան հետաքրքիր է լիքը հոգեբաններ ասում են, որ ես էլ տարբեր զրույցների ընթացքում դա առաջ եմ բերում, որ երեխան ինքը իրեն մեղավոր է երբեմն զգում։ Ինչի՞ էր քեզ մեղավոր զգում ծնողների բաժանում։ Ինձ թվում էր ես ինչ որ մի բան այն չեմ արել, ես չեմ արդարացրել նրանց սպասումները, չգիտեմ, լավ չեմ զարթել, ոտով չեմ կարող ասեմ, բայց կոնկրետ ինձ էի մեղադրում այդ ամեն ինչի մեջ։ Իսկ ո՞նց էր դրսևորվում այդ հոգեվիճակը, ինչ էր անում, փորձում էր իրենց համոզել, որ բաժանումը տեղի չունենա։ Չէ։ Ուղղակի իմ մեջ դա տենց կար, որ ես ինձ մեղավոր էի զգում, ինչ որ փորձում էի գտնել ինչի եմ ես մեղավոր, չէի հասկանում, անդադ այդ հարցը ուղեղիս մեջ 24 ժամ պտտվում էր։ Սար, այնպես է ստացվել, որ քեզ մեծացրել է ավելի շատ տատիկը, հա։ Նաեւ տատիկը, այո։ Իսկ ինչպես այդպես ստացվեց։ Քանի որ մայրս մանկաբույժ էր, ես դրա մասին շատ եմ պատմել։ Իսկ այն ժամանակվա հերթապահությունները դա մի ամբողջ բաժին, մանկական բաժանմունք, դժվար էր նրան զուգահեռ համ բալիկի հոգսերով, համ բժշկուհով մասնագիտությամբ աշխատել է շատ ժամանակներ ա եղել, եւ տատիկը եկել է աջակցության։ Հիմա կա այդ նյանյա ասվածը դայակներով բան։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, երբ հարազատը տա քեզնով զբաղվում, դու էներգիա ու ուժ ես ստանում։ Իսկ երբ արդեն ավելի հասուն տարիքում էիր, մեղավորության այդպես տրամադրվածություն չկար ծնողների նկատմամբ, որովհետև ծնողների փոխանցիը վստահ եմ տատիկդ քեզ շատ լավ է նայել եւ այլն, եւ գուցե շատ ավելի լավ կան ծնողները կարող են անել, բայց միևնույնն է, չէ, երեխան նաեւ ուզում է որ հայրիկը գա անընդհատ ծնողական ժողովներին դպրոցից վերցնի, մայրիկը անընդհատ իր կողքին լինի, ու այդ տարիքում երևի այդքան խոհեմություն չենք ունենում դա հասկանալու եւ գիտակցելու, որ դա արվում է նաեւ մեզ համար։ Չէ, դպրոցական հասակում արդեն ունեցել եմ ծնողներից գեր խնամքը, բայց այդ ինչ որ ես քեզ պատմեմ, շատ ավելի փոքր հասակ, մինչ դպրոց հասակն ա եղել։ Զար ծնողների հետ հարաբերությունները ինչպիսին էր ամուսնալուծությունից հետո։ Շատ լավ։ Դե հայրս մահացած արդեն չկա։ Մամայի հետ ես միշտ ընկեր եմ եղել ու միշտ խոսում ենք այդ մասին, միշտ փորձում ենք քննարկել, անգամ Մահեր ջան, եթե մենք ունենք տարաձայնություններ, ես չգիտեմ, երևի բախտիկյան եմ այդ իմաստով, որ մամա շատ հասուն է ու անգամ եթե մեր կարծիքները չեն համընկնում, փորձում է ինձ իր կարծիքի դոմինանտ կարծիքով չճնշի, բայց ասում է ամեն դեպքում ես եմ ճիշտը։ Այդքան այդ հազվադեպ է լինում հայտնվում։ Չէ, բայց վերջում ամեն դեպքում ասում եմ ես եմ ճիշտը։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Implantum Dental Clinic-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղում եւ իմ կողքին այս պայն բժիշկ Սարգիս Փափազյանը։ Ողջույն դոկտոր, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ մեր հարցերին այսօր պատասխանելու եք։ Առաջին հերթին թույլ տվեք հետաքրքրվել, ինչով է առանձնանում Implantum Dental Clinic-ը։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն գալու համար։ Առանձնահատկությունից մեկը իմ կարծիքով ամենակարևորը այն է, որ ցանկացած բուժը, որը սկսում են Հայաստանում, կարող են վերջացնել այստեղ մեր մոտ կամ հակառակը սկսում են մոտ եւ ուզում վերջացնել Հայաստանում, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մեր ստանդարտները համապատասխանում են Ամերիկայի ստոմատոլոգի ասոցիացիային ու նույնը Հայաստանի կլինիկային։ So դա ինչ է նշանակում, որ այն պայմաններով որ մենք ստեղ ենք սկսում աշխատել եւ վերջացնում, Հայաստանում դրանք կարող են շարունակել կամ վերջացնել։ Հիանալի է, ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում արդեն քաջատեղյակ է իմպլանտումի մասին եւ բնականաբար իհարկե վստահում է տարիներ շարունակ հենց այս կլինիկային, լինի դա Երևանում, Մոսկվայում, թե Լոս Անջելեսում։ Դոկտոր, թույլ տվեք հետաքրքրվել նաեւ ձեր գործունեության վերաբերյալ, որքան ժամանակ է այս մասնագիտությամբ եք զբաղվում եւ արդյոք սա այն մասնագիտությունն է, որի մասին վաղուց երազել եք։ Շատ հետաքրքիր հարց էր։ Ես իմ հայրս ատամնաբույժ է, 11 տարեկանից գնում եմ Պապայի մոտ ու նայում եմ թե ինքը ինչ անում, տենց սերը տեղից առաջացավ։ Սկսել եմ կրթությունս Հայաստանում, ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արգենտինա, այնտեղ եմ ավարտել, մաստեր պրոգրամ եմ արել իմպլանտի 3 տարի, այնտեղ ապրել եմ, աշխատել եմ եւ հետո տեղափոխվել եմ Ամերիկա։ Դուք գիտեք, որ տեղափոխման ժամանակ պետքա քո լիցենզիան վերականգնես, դրա համար նորից գնացել եմ
Համասարան ստեղ եւս 2 տարի ու հիմա ստեղ եմ աշխատում։ Կարամ ասեմ, որ 15 տարի արդեն աշխատում, սովորում եմ։ Եվ հավանաբար ամենագեղեցիկ պահը մարդկանց առողջ եւ երջանիկ ժպիտներ տեսնելն է ձեր մոտ այցելություններից հետո։ Դա մեր նպատակն է ամեն հիվանդի հետ։ Կապ չունի մենք կանենք մեր փոքր պլոմ թե մեծ ռեաբիլիտացիաներ, իմպլանտներով, վինիրներով, մեր համար ամենակարևորը որ հիվանդը գոհացած դուրս գա այս կլինիկայից։ Դե ինչ էկրաններին տեսնում եք կոորդինատները Երևանի, Մոսկվայի եւ Լոս Անջելեսի կլինիկաների, այցելեք, զանգահարեք եւ բնականաբար իհարկե առողջ եղեք։ Ձեզնից շատերը արդեն գիտեն Art in Beauty-ում տիրող մթնոլորտի, պրոցեդուրաների եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս պահին իմ կողքին է բժիշկ Արտակ Մկրտչյանը։ Միասին մենք այսօր խոսելու ենք կարևոր թեմայի մասին։ Ողջույն բժիշկ, ինչպե՞ս եք։ Բարև ջան, շատ լավ, դուք ոնց եք։ Այսօր եւս կարևոր բանի մասին եք պատմելու, համեցեք։ Դուք երևի գիտեք Ամերիկայի խնդրեմը ամենամեծ դա գերությունն է, ավելորդ քաշ, դա ոչ միայն շատ հաճախ տգեղ է, բայց նաև առողջական իր խնդիրներ ունի, սկսած հոդացավերից, սրտանոթային համակարգից եւ այլն, հիմա դրա մասին չասեմ։ Վերջերս շատ պոպուլյար են դառել այն ենթամաշկային սրսկումները, որոնք որ օգնում են ձեզ բնականորեն քիչ ուտել, իրենք իջեցնում են ձեր ցանկությունը, այդ որ չեք կարողանում քիչ ուտել եւ բնականորեն դուք սկսում եք աշխատել նեգատիվ կալորիկ բալանսի վրա, այդ սրսկումները շաբաթական մեկ անգամ են, իրենք համարյա side effect-ներ չունեն։ Անունները որոնք են այդ սրսկումները։ Կարող եմ օրինակներ բերել, Ozempic-ն է, Wegovy-ն է, Tirzepatide-ն է։ Ես սիրում եմ Tirzepatide-ը, Zepbound-ը, որը Բժիշկ ես լսել եմ, որ շատ side effect-ների հիմնական մասը դա տրամադրության կտրուկ անկումն է, դեպրեսիվ տրամադրությունը, արդյոք դա միֆ է թե իրականություն։ Տեսեք, դրա համար ես սիրում եմ բժշկությունը, որտեղ ամեն անհատ ցանկանում է որ պահանջում է անհատական մոտեցում։ Դրա համար գնացեք այնտեղ, որտեղ կա բժիշկ, որը կարող է շաբաթական ձեզ տեսնել եւ կախված ինչպես եք դուք տանում, դոզայի ճիշտ adjustment անել։ Դա կախված է նաև ներարկման դոզայից, հա։ Իհարկե, հաճախորդներ կա գալիս են ասում են, գիտեք, ես ուզում եմ մի քիչ շուտ գցենք, եկեք սկսեք 10 միլիգրամից, իհարկե դա ճիշտ չի, որտեղ դուք պետք է օրգանիզմին կամած սովորացնեք այդ դեղին, որպեսզի side effect-ներ չլինեն։ Այսինքն, եթե ճիշտ մոտեցում ես անում, միակ բանը որ լինում է, մեկ-մեկ մի փոքրիկ սրտխառնոց են լինում եւ ավելի շուտ են զգում այդ որ կուշտ են, լցված են, բայց դեռ չենք ունեցել, որ ինչ որ side effect-ների պատճառով կանգնի։ Իհարկե պետք է ես ձեզ հետ զրուցեմ, եթե դուք ճիշտ պացիենտ եք դա սկսելու համար, որտեղ կան մի երկու բաներ, որ չի թույլատրվում անել։ Բժիշկ Արտակ Մկրտչյանը ի տարբերություն այլ էսթետիկ բժշկական կենտրոնների պրոֆեսիոնալ եւ իսկական բժիշկ է, ով աշխատում է ամերիկյան հեղինակավոր կլինիկայում, այսինքն ձեզ կարող եք այստեղ վստահ եւ ապահով զգալ։ Venus Gifts-ում մեր այցելություններից մենք մշտապես տեղեկանում ենք վերջին հավաքածուների եւ դիզայներական նոր լուծումների վերաբերյալ։ Այս պայն ձեզ ներկայացնելու ենք ամենաազնվական եւ ամենաբարձրաճաշակ ապրանքանիշը։ Խոսքը Բեռնադոյի մասին է։ Այն բացառիկ է եւ ազնվական է համարվում իր որակի եւ պատմության համար։ Այն գուցե շատերի համար ավելին է, քան Hermes եւ այլ ապրանքանիշերի սպասքը։ Պիտի նշենք, որ իր որակյալ հատկանիշներով եւ ձեռքի մանրակրկիտ գործի արդյունքում սա համարվում է իսկական արվեստի գործ։ Արվեստի գործերի ամենալայն տեսականին հենց այստեղ է Venus Gifts-ում։ Ինչու՞։ Որովհետև այս խանութ սրահը կարողանում է պայմանավորվել եւ իր հարկի տակ ներկայացնել այն բոլոր բացառիկ նորությունները, որոնք առաջարկում է դիզայներական այս տունը։ Այնպես որ այցելելով մեկ անգամ Venus Gifts, վստահ եմ դուք կգտնեք ձեզ համար նախընտրելի սպասքը եւ ձեր ճաշակին համապատասխան գեղեցիկ դիզայներական զարդերը։ Զար, երբ արդեն դու որոշում կայացրեցիր կամ միասին ամուսնուդ հետ որոշում կայացրեցիք նախկին ամուսնալուծության, հիշում էիր ծնողներիդ ամուսնալուծությունը քեզ այդ հոգեվիճակում եւ նույնականացնում էիր օրինակ որդուդ էմոցիաների հետ։ Չէ, չէի նույնականացնում, որովհետեւ ես երբ ամուսնանում եմ, իմ համար բացառել էի ամուսնալուծություն ընդհանրապես բացառած։ Դա չգիտեմ հեքիաթի ժանրից էր, որ կարար իմ հետ տեղ ունենար։ Ու երբ ամուսնալուծվում էի, ամուսնալուծության այդ շրջանում մենք պիտի առանձին ապրենք, իմ համար
ստրեսի մակարդակ այնքան բարձր էր, որ ես չէի կարողանում տենց վերլուծեի, որ հիմա ես ամուսնան լուծվում, լուծության շեմին եմ։ Այսինքն ներվը, ստրեսը այդ բանը ավելի շատ էր, քան այն որ ինչա իմ հետ կատարվում է։ Օրինակ եմ ասում, երբ դու քշում ես վթարա տեղի ունենում, դու հետո ես վերլուծում ինչ տեղի ունեցավ, բայց այդ ժամանակ դու ընդամենը sense բաներ ես անում, անկապ շարժումներ։ Երևի այդ անկապ շարժումների շրջանն է եղել իմ մոտ, որ ես չեմ վերլուծել, որ ինչ է զգում հիմա նոյը, դրա համար հիմա եմ վերլուծում ինչ է զգում նոյը ու աշխատում եմ դրա վրա։ Սար երևի թե ամենամեծ հարվածներից մեկը նաև հորդ կորուստն է եղել։ Ինչ հանգամանքներում դա եղավ, հիշում ես իր հետ վերջին զրույցները, վերջին օրերը։ Չէ, չեմ հիշում, որովհետև բավական երկար շփում չէինք ունեցել, հետո այդ լուրը իմանալուց հետո ես մեծ ցավ ու գումարած դրան օտարացման զգացումը այդ երկուսը իրար հետ sense գումարված էր ու չգիտեի ինչ դրա անունը ոնց է կոչվում։ Իսկ ինչ էր տեղի ունեցել, որ չէիք շփվում երկար ժամանակ։ Բավական երկար ժամանակ ինքը երկրում չէր, տենց կապը խզվել էր մեր մեջ ահագին երկար ժամանակ։ Իսկ ինչն էր պատճառը կապը վերականգնելու հեռախոս կա, չգիտեմ, տարբեր application-ներ կան, որոնցով դժվար չի կապի դուրս գալ, եթե կա ցանկություն։ Տեսնեք ջան, բաժանությունից հետո բավականին երկար ժամանակ ես այդպես սառած վիճակ էր իմ մոտ։ Քո բաժանությունից հետո։ Չէ, Պապայի։ Պապայի ու մամայի բաժանությունից հետո բավականին երկար ու սառած վիճակ էր, որ ես չէի շփվում։ Իմ համար sense կղզիացած մնացել էի։ Օրինակ փոքր քույրը շփվում էր, գնում էր, գալիս էր։ Ես sense կղզիացած վիճակում սառած սպասում եք կանենք պարալիզված կերպարներ, որ իրանք են սպասում, որ sense հիմա մի հատ ոտ փայտիկով sense կանեն, իրանք նորից կվերակենդանանան։ Գուցե եւ դա իմ ամենավատ կողմն է, որ օրինակ ես քայլ անող չեմ։ Բայց դու երիտասարդ աղջիկ էիր եւ ունեիր իրավունք երևի թե սխալվելու եւ նման էմոցիաներ ունենալու հորդ նկատմամբ։ Հայրդ հասուն մարդ էր, հասուն տարիքում, ինքը արդյոք փորձեր չի արել քեզ այդ կապի դուրս գալու։ Արել է։ Ես այդ ինչ որ քեզ պատմեմ, արդեն վերջին շրջանի մասին է խոսքը։ Քանի որ քո հարցը կոնկրետ ուղղված էր վերջին շրջանի մասին։ Իսկ այն ընթացքում, երբ դու այսպես պատնեշ էիր դրել քո հորդ միջև, հայրդ փորձում էր այդ պատնեշը հաղթահարել, եւ դու այդպես պարալիզացված էիր քո խոսքերով։ Այո, փորձում էր։ Ու ապարդյուն։ Երբ արդեն իմացար կորուստի մասին, չկար ափսոսանք ժամանակի կորուստի նաև, որտեղ այդ ամբողջ ընթացքում կարող էիր շփվել, մեղավորության զգացում, որ չես շփվել։ Կար։ Կար այդ ամեն ինչը կար, բայց ես քեզ նոր նկարագրեցի, այդ ամեն ինչը գումարվում է իրար ու դրա այդ ապրումի անունը դու չես կարողանում գտնես ոնց է կոչվում։ Պարոն հոգեբան։ Դա նեղացածություն։ Դիագնոզը տվեք։ Դա նեղացած լինելու եւ ակնկալիքները չարթարացվելու էմոցիաներն են, հա, խառնվում։ Գուցե եւ ժամանակին չասված խոսքերի էմոցիաները գումարվում են իրար ու տենց մի հատ որակ են տալիս։ Այսինքն ամեն ինչ իր ժամանակի մեջ պետք է անունը դրա ասես։ Եթե դու դրա անունը չես ասում, ինքը քո մեջ ես գտնում դրա անունը ինչ կարա լինի ու գուցե եւ դու սխալ ես լինում։ Երբ մարդիկ մեր կողքին չեն լինում, կապ չունի նրանք մահացած են թե կան, ուղղակի մեր կյանքում չեն լինում եւ մեզ համար կարեւոր մարդիկ են լինում, ժամանակ առ ժամանակ մենք նրանց հետ զրուցում ենք։ Երբ ինչ որ բանա պատմում ենք իրենց եւ այլն, այ քո մեջ կար նման բան, երբ հայրիկիդ հետ խոսում էիր ու ինչի մասին էր։ Այո։ Ինչի մասին էր խոսում։ Ոչ միայն հայրիկիս, այլ նաև նույն տատիկիս, իմ հարազատների, ես մի քիչ մահվանը ուրիշ կերպ եմ վերաբերվում, դրա համար ինձանից այնց հոնգուր Չեք էլ ակնկալում արդյոք, հակառակը ակնկալում ենք բաց էմոցիաներ։ Եթե քո էմոցիաները վերաբերյալ այդ թեմայի վրա ժպիտով են, դա էլ ենք ընկալում որպես անկեղծ եւ մարդկային էմոցիա։ Ինչի, որովհետեւ ես մահացվածին վաղուց արդեն ուրիշ ձև եմ վերաբերվում։ Ես չեմ կարծում, որ գնաց ու վերջացավ։ Ես կարծում եմ, որ մենք մի օր նորից հանդիպելու ենք ուրիշ սցենարով, ուրիշ կյանքում։ Իսկապես ես այդպես եմ վերաբերվում։ Ավելին ասեմ, ես հիմա ինքս իմ համար օրինակ չեմ վախենա հենց հիմա ասեմ՝ դե լավ, հաջողություն ու գնամ։ Անկեղծ եմ ասում։
Դելա վերջ։ Պակա, գնացի, այն աշխարհ։ Լուրջ եմ ասում։ Այսինքն դու սեփական քո իսկ մահին ես անգամ այդպես վերաբերվում։ Այո, որովհետև ես դրան չեմ հավատում, որ տենց գնաց ու վերջ։ Իմ համար տենց հեշտ է ապրելը շատ։ Ասացիր, որ խոսում էիր պապայի հետ եւ այլն, ինչ ես հաճախ նրան պատմել, ինչի մասին եք խոսում, քո գլխում, քո մտքերում։ Նախ ամեն օր շնորհակալություն եմ հայտնում, աղոթում եմ իմ ձևով, ոչ թե ձեր պատկերացրած, ու ստանում եմ լիքը ընդեղից ուժ։ Եվ դա համագումար է այսպես նրանց։ Այնուամենայնիվ երևի թե եղել են խոսքեր, որոնք կյանքի ընթացքում չես հասցրել իրեն ասել։ Եթե ինքը հիմա մեզ լսեր, ինչ կասեիր։ Մեկ ռոս։ Մեր նվիրական բաները երբեք լավ չի, որ բարձր։ Իմ համար սուտ է, երբ օրինակ ես կասեմ, որ քեզ կասեմ գլխավորը, տենց այն նվիրական բաները, որը քոնն են ու քո էմոցիաներն են, դրանք կարող է եւ չասել, կարող է մտածես ու ինքս գա։ Ես կարծում եմ, որ դու սենց ժպիտով ու ամեն ինչ կատակի վերածելով նաեւ ինքնապաշտպանվում ես ու այս առումով վերջի հարցը ստամ հասկանալու համար ինքնապաշտպանություն ասա թե ուղղակի դու այդպեսին ես։ Դու ասացիր, որ ինքդ քեզ մեղադրում էիր ծնողներիդ բաժանման հարցում։ Դա ամենածանր հոգեբանությունն է, որ երեխան կունենա։ Որևէ երեխա չպիտի իրեն մեղադրի մեծահասակների որոշման հարցում, եւ դա ընդհանրապես ձեր գլխում է, վստահ եմ ձեր ծնողների հետ զրուցելով միանգամայն հակառակում կհամոզվեք։ Եթե հիմա հնարավորություն ունենայիր մի երկու խոսք ասել այդ Զարային, ով իրեն մեղադրում էր այդ տարիքում, ինչ կասեիր իրեն։ Կգնայի կգրկեի ուղղակի իրան, ինքը լիքը բաներ կհասկանար այդ իմ գրկելուց, որ ինքը պաշտպանված է, ինքը սիրված է, ինքը մեղավոր չի, որ մեծերը իրար չեն հասկանում, որ մեծերը պարտադիր չի իրար ատեն, որ չհասկանան, գուցե կան որոշակի մարդկային սկզբունքներ, էլի, որ մեկ ուրիշի համար ընդունելի է, իսկ մեկ ուրիշի համար ոչ։ Եվ ի վերջո կյանքը տենց հեշտ բան չի, որ վերցնես, հենց գրիչով գրես սցենարը ու պատկերացնես, որ ինքը էս է կյանքը։ Կյանքը ունի նաև իր դժվար փուլերը, ու այդ դժվար փուլերի մեջ էլ կարող ես դու երջանիկ լինել, պետք չի տենց հակվել։ Շնորհակալություն, որ այսօր բացեցիր քո սիրտը մեր առաջ, որքան որ թույլատրելի է քեզ համար։ Այնուամենայնիվ ինձ թվում է, որ մենք կարողացանք ուրվագծել քո էությունը գոնե։ Ես եմ շնորհակալ Մհեր, բայց ես կարծում եմ, ասենց մի քիչ ուրիշ բաներից ենք խոսելու ներկայացումից, ասենց Դե խոսեցինք ներկայացում, դու ուզում ես կարող ես։ Նոյեմբերի 23-ին AGPUR Center-ում իմ զառանցանք մոնո ներկայացումն է տեղի ունենալու սիրելի Լոս Անջելեսի հայեր ջան։ Համեցեք, ես ձեզ շատ կարոտել եմ ու այս հանդիպմանը շատ երկար եմ սպասել։ Իսկ մենք քեզնից զար կսպասենք նաև այլ ամպլուայում կերպարներ, որտեղ իսկապես ես կարծում եմ, որ այդ պոտենցիալը շատ մեծ է եւ ինքդ էլ երևի թե հասկանում ես, որ հասունանում է ժամանակը նաև նման դրամատիկ կերպարների։ Մերսի շատ, շնորհակալ եմ։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ, մենք շարունակում ենք Երևանում մեր նկարահանումները, մեկնաբանությունների բաժնում թողեք այն անունները, ում ցանկանում եք տեսնել մեր տաղավարում, բաժանորդագրվեք ալիքին ու առհասարակ շարունակեք մնալ մեզ հետ։ Լավ եղեք, առայժմ։ Մենք մեր սիրելի MS Tour and Travel-ում ենք, որտեղ կազմակերպում են լավագույն հանգստի հնարավորություններն ու միջոցները։ Տիկին Մելանյան իմ կողքին է, հիմնադիր է MS Tour and Travel-ի, ով երկար տարիներ այս ոլորտում է, բոլորը նրան գիտեն, ավելի քան 40 տարի։ Տիկին Մելանյան, գնում ենք փաստորեն Վալենտայնը նշելու միասին բոլորով։ Հրաշք։ Ֆանտաստիկ երգիչներ են լինելու Արփին Շահնուբարյան, Սևակա Ամրոյան, ինչպես նաև Միսթր Ռիքսը եւ անակնկալներ, որոնց մասին դեռ չենք խոսում։ Ես եւս այնտեղ եմ լինելու եւ ուրախ խումբը կա, Մազգայինի։ Ես եւս այնտեղ եմ լինելու եւ շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել, շփվել, միասին զրուցենք, ընթրիքի գնանք եւ այլն։ Հրաշք։ Կպատմեք, էլ ինչ է սովորաբար տեղի ունենում, որովհետեւ երկար տարիներ նույն բանը կազմակերպում եք։ Հիմնականում
Մենք ունենք տարբեր ուրիշ տուրեր, բացի Valentine's Day-ից Mother's Day ունենք, Ճապոնիա ունենք, New Zealand մյուս տարի հոկտեմբերին ունենք, ամռանը Alaska-ի cruise-ը ունենք։ Մի խոսքով ամեն ինչ արել ենք, որ մեր հայրենակիցները, մեր հաճախորդները, մեր ընկերները վայելեն, քանի որ կյանքը ինչպես ցույց է տալիս կարճ է, ինչքան հնարավոր է պետք է օգտվել։ Ապրիլի 3-ից 14-ը միասին կարող եք մեկնել Ճապոնիա, զանգահարեք նշված հեռախոսահամարով մանրամասներ իմանալու համար։ Մայրերի օրվան նվիրված cruise կա մայիսի 8-ից 11-ը, որը եւս շատ գեղեցիկ է անցնում ձեր կանանց մայրերի համար կարող եք գնել այս տոմսերը եւ վստահ եմ նրանք կունենան։ Եթե կուզեք արժեքն էլ կարող ենք ասել, $1950 երկու հոգին համերգի տոմսերը մեջը։ Գժական, ինչպես ասում են ժողովուրդը, եւ Նոր Զելանդիա օկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 9-ը։ Ալասկան նշեք անպայման հուլիսի 5-ից 12-ը։ Համեցեք, միասին բոլորս կարող եք լավ ժամանակ անցկացնել եւ կերտել հիշողություններ ու պատմություն զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաև սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.